Նստերի կապավորում շարունակվում է գործիքնից ուսթացի գլխավորատախարության ընդդեմ Միրան Պողոսյանի և մյուսների ապուրին ծալկունեցող դեպքի բռնականացման մասին։ Դատականիստերի կապավորան խնդրում զեկուցել դատականիստին ներկայացած անձանց կամ նրանց շնորհքանալու պատճառների մասին։ Հարգելի դատարան, դատականիստին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Արևիկ Աբրյանը, պատասխանողներ Միրան և Լիա Պողոսյանների, Կարինե Մխիթարյանի և Գագիկ Բադալյանի ներկայացուցիչներ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը, երրորդ անձամերյա բանկ ՀԲ ընկերության ներկայացուցիչ Հրաչյա Մարանգուրյանը, գործին մասնակցող մյուս անձինք պատշաճ ծանուցված են, չեն ներկայացել, միաժամանակ տեղեկացնում, որ դատարանի բանավոր միջնորդություն է ներկայացրել իրավաբան Կերտներ լրատվական կայքի օպերատոր Տիգրան Ղուկասյանը, վերջինս խնդրել է թույլատրել սույն դատականիստի տեսանկարանում։ Դատականիստի տեսանկարանում վերաբերյալ արգելի ներկայացուցիչ դիրքորոշման փոփոխություն ունեք։ Ես չեմ առարկում։ Ես ճիշտ ասած ավելի շատ հարգված եմ առարկելու, որովհետև բանկային գաղտնի դասում տեղեկություններին շատ հաճախ ամփոփում, երրորդ անձինքերի կան, դրա համար ես հարգված եմ, որ այդ մասով առարկում։ Դատարան հաշվառելով գործի մասնակցող անձանց կարծիք տեսանկարանում վերաբերյալ որոշել արժե դատականիստի տեսանկարանում վերաբերյալ միջնորդությունը։ Գործի մասնակցող մյուս անձանց բացատրության մյուս շարունակելու վերաբերյալ առարկություն ունեք հարգելի ներկայացուցիչներ։ Չեմ առարկում։ Ոչ հարգում։ Դատարանը գավեր քաղաքացիական դատության նիստի 146-146 որոշեց դատականիստը շարունակել պատշաճ կարգով ծանուցված գործին մասնակցող մյուս անձանց բացատրությանը։ Դատականիստից հետո դատարանը թույլատրել էր 15 և առարկայի փոփոխություն միջնորդությունը պատասխանողների կողմից ներկայացվել է հայցադիմի պատասխան, ինչպես նաև միջնորդություն գործի մասնակցող անձանց կազմը հստակեցնելու և դիագնոզացիա կողմի միջոցների մասնակցի վերացնելու մասին։ Դատարանը միաժամանակ գործի մասնակցող անձանց ծանուցել է, որ սույն դատականիստին քննության առնվելու նաև նշված միջնորդությունները։ Մինչ հայցակողման միջոցի վերացման միջնորդության մասնել արագել ներկայացնել որևէ այլ միջնորդություն ունեք։ Նախին դատարանից միջնորդություն ըստ էության ապահովման միջնորդության հետ կապված միջնորդությունը հայցապահանջի հստակեցում։ Այսինքն մեկ պարբերություն հայցի առարկայում ավելացում կատարվում, որպեսզի ավելի հստակ լինի հետագայում մեր պատկերացման գույքի բռնականացման փուլում, եթե դատարանի Այսինքն հայցակողմի փոփոխություն ունեք։ Այո, առարկայի փոփոխություն։ Եվ նաև միաժամանակ ներկայացնել եմ ապահովումը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը, որոնք ցույցել են դատարանի զուգահեռ քննարկել մնացած միջնորդություններին։ Ինչն է ձեր հայցի առարկայի փոփոխությունը, ասեք, որ Հարգելի դատարան, առարկայի փոփոխությունը կարևոր է նրանում հստակեցում է ավելի կոնկրետ կատարում, ըստ էության, քանի որ Միրան Պողոսյանի նկատմամբ առկա է շուրջ 6 միլիարդ դրամային պահանջ, դատարանին ուղղակի խնդրում եք, որ Միրան Պողոսյանի դեմ ներկայացված դրամական պահանջը բավարարել ոչ միայն Միրան Պողոսյանի անվան հաշվառված գույքերի հաշվին, այլ նաև Միրան Պողոսյանի և Կարինե Մխիթարյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքերի, ինչպես նաև Գագիկ Սամվելի Բադալյանի, Աստղիկ Հակոբի Իսաբեկյանի, Միրանի Պողոսյանի, Անտոնիո Ռիկարդի Մերինոյի անվան հաշվառված մի շարք գույքերի մասով։ Այսինքն այս գույքերը ի սկզբանե հայցի հիմքում ներկայացված են, որպես Միրան Պողոսյանին պատկանող գույքեր, և նախկինում այդ գույքերի նկատմամբ առկա էր բռնականացման պահանջ այն հիմքով, որ դրանք ապօրինի են դիտարկվել։ Ներկայումս այս գույքերը թե հաշվարկով դիտարկվել են օրինական, սակայն շարունակում են դիտարկվել որպես Միրան Պողոսյանին պատկանող գույքեր օրենքի իմաստով, և ըստ էության հետագայում հայցապահանջի հստակեցման և եթե դատարանի կողմից հայցը բավարարվի, ապա բռնականացումը որպեսզի Միրան Պողոսյանին պատկանող օրենքի իմաստով գույքերի նկատմամբ տարածվի։ Ունեք հիմա միջնորդությունը։ Ներկայացրեք կողմը։
ամենը Հայրի դատարան հայցի առարկայի փոփոխությունը ըստ էության բովանդակային առումով սա է։ Այս գույքերը նախկինում ևս արգելադրված էին, այս գույքերը նախկինում ևս ներառված էին հայցի հիմքում, այս գույքերի նկատմամբ նախկինում ևս առկա էր դրամային պահանջ, առկա էր ուղղակի բռնականացման պահանջ, ներկայումս այս գույքերը ընդհանրապես դիտարկվել են օրինական, սակայն գույքերի իրավական գնահատական, այսինքն այն գնահատականը, որ այդ գույքերը պատկանում են Միրան Պողոսյանին, չի փոփոխվել եւ ըստ էության ընդհանրապես դատարանի խնդրում է, որ գույքի բռնականացման պահանջը բավարարելու դեպքում, մասնավորապես դրամային պահանջը բավարարելու դեպքում, այդ պահանջը տարածվի նաեւ այդ գույքերի նկատմամբ։ Միջնորդությունը առաջարկում եմ հերթականությամբ քննարկենք, ով մասիքունի միջնորդությունն այս առարկան փոխելու կազմակերպած ինչի մասին է։ Առաջարկում եմ ներկայացման հերթականությամբ քննարկենք, երբ որ բովանդակային քննարկումը անցնենք այդ միջնորդության քննարկմանը, դրա շրջանակներում արդեն ինչի նկատի ունենք կարող է նման միջնորդությունների միթեչել, ժամանակ քննարկենք, եթե կատարումի իհարկե այլ կարգ չսահմանի։ Շատ Կարող եմ ես այդ դիրքորոշում ասել։ Հարգելի դատարան, ես կարծում եմ, որ հայցապահանջի առարկայի փոփոխությունը առաջնային քննարկման ենթակա միջնորդություն է, քանի որ ըստ էության եթե օրինակ հիմա դատարանը այլ որոշում կայացնի ապահովման վերացման միջնորդությունների մասով երկիցու այդ արգելանքները վերացվեն, հետագայում հայցապահանջը հստակեցվի եւ նորից արգելանքի միջնորդություն ներկայացնի, ապա նշված գույքերը հնարավոր է եւ արդեն իրականում չլինեն, այլ օտարված լինեն եւ ըստ էության այդ գույքերի բռնականությունը հետագայում իրացնել հնարավոր չի լինի։ Հիմա նորից արգելանքի միջնորդություն ունեք։ Այո, արգելանքը ձևափոխելու միջնորդություններ ունեմ, եթե դատարանը որոշիչը քննարկել։ Արգելանքի միջնորդություն ունեք, թե ձևափոխման միջնորդություն։ Ձևափոխման միջնորդություն եմ հիմա ներկայացրել հարգելի դատարան, այս բանը չեմ ներկայացնում այն միջնորդություն։ Ձևափոխումը հայցի առարկայի մասին է խոսում։ Այո, հայցի առարկայի։ Հայցի ապահովման միջոցն է ձևափոխվում, եթե հայցի առարկայի փոփոխության մասին է, լավ։ Չէ, հիմա մենք կաշխանված ենք դատավորական ժամկետով, հայցի առարկայի եւ հիմքի փոփոխությունը կարող է քննարկվել, եթե առաջնային կարգով կարող է քննարկվել, երբ որ կա օրինակ արագացված դատարկության միջնորդություն կամ հայցային վարություն, բայց մենք հիմա կաշխանված ենք դատավորական ժամկետով քննարկել հայցի ապահովման վերացման միջնորդություն։ Դրանից հետո կանդրադառնում ենք նաև դատական նիստի ընթացքում ձեր մյուս միջնորդությանը։ Հարգելի դատարան, այդ դեպքում կարող եմ զուգահեռ ներկայացնել նաև հայցի ապահովումի ձևափոխելու միջնորդություն եւ խնդրել այս միջնորդությունների հետ զուգահեռ քննարկել, քանի որ ըստ էության այդ միջնորդությունների վերաբերյալ իմ դիրքորոշումը նաև արտացոլված է լինելու այս միջնորդության մեջ։ Հիմա այս միջնորդությունը կքննարկենք, այնուհետև ավարտելուց հետո զուգահեռ չենք կարող քննարկել, որովհետև այս դատական նիստին ենք քննարկում, հիմա այս դատական նիստը հրավիրվել է նաև այս միջնորդությունները քննարկելու համար։ Առաջնահերթ կարգով կքննարկենք երկու միջնորդություններ, որի ավարտից հետո կքննարկենք, երբ ուզում ենք ձևափոխման միջնորդությունը, այնուհետև կքննարկենք այս հիմքի եւ առարկայի փոփոխությունը։ Լավ, կարող եք նստել, ներկայացրեք միջնորդությունը հայցի։ Արգել դատարան նախորդ դատական նիստում, նախորդ երկու դատական նիստերում դատարանում քննարկեցինք հայցի հիմքի առարկայի փոփոխությունը, եւ հայցի հիմքի առարկայի փոփոխությունը դատարանը դրվեց, ինչի արդյունքում առաջացել է անհրաժեշտություն գործի մասնակցող անձանց կազմը հստակեցնելու եւ կիրառված հայցի ապահովման միջոցները մասնակի վերացնելու համար։ Ուրեմն Հակակողություն դատարանի 00422 թվականի հայցի նախնական ապահովում կիրառելու մասին որոշմամբ, այն որոշումը, որը հետագայում դառնում է նաև հայցի ապահովում, գլխավոր դատախազության ապօրինի դատում ունեցող գույքի բռնականացման գործերով վարչության կողմից ներկայացված դիմումը հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին բավարարվել է։ Նշված որոշման 1.1 հետո որոշակի թվի չափով արգելանք է դրվել Միրան Պողոսյանի պատկանող գույքերի վրա պատասխանությամբ նույն կետով հաջորդին թվարկված գույքերի, մոտ 7 միլիոն, որոշման նույն կետով Միրան Պողոսյանի եւ Կարինե Մխիթարյանին արգելվել է կատարել որևէ գործողություն կապված
թիվս այլնի նաև մի շարք գույքերի հետ, որոնք թվարկված են, եթե անհրաժեշտ լինի անվանական կնշեմ, որոշման 1-3 կետով արգելանք է դրվել ավտոմեքենայի վրա, որոշման 1-7 կետով արգելանք է 1-1-8 կետերով արգելանք են դրել ընկերությունների գույքերի և ընկերության բաժնեմասերի վրա, ի սկզբանե դատարան ներկայացված հայցադիմումը պարունակել է սույն միջնորդության 1-2 կետում նշված գույքերը, 1-3 կետում նշված տրանսպորտային միջոցը, ինչպես 1-4 և 1-5 կետում նշված ընկերությունների 100% բաժնեմասը, որպես ապօրինի ծագում ունեցող բռնագանձելու առողջության պահանջ, միաժամանակ հայցապահանջի 10-րդ կետում ներկայացվել է ընդհանուր առմամբ մի քիչ ավելի փոքր չափի 5.6 միլիարդ մոտավորություն եմ ասում, տենց վստահ թե նշված է, դրան գումար բռնագանձելու պահանջ։ Հայցորի ներկայացուցիչ Աբոյանի 00925 թվական դատարանը ներկայացրել հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, համաձայն որի դատարանը խնդրել է թույլատրել հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը։ Դատարանի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հայցորի ներկայացուցիչի միջնորդությունը բավարարվել է, այն էլ թույլատրվել է վերջինիս կողմից 00925 թվականի միջնորդության ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելու, լայնացնելու եղանակով և պահանջների չափը նվազեցնելով քննության առարկա դարձնելով հետևյալ պահանջները։ Պահանջները չեմ ցիտի, սա այն ինչ-որ դատական ակտում արձանագրված է։ Դրամական միջոցների բռնագանձման պահանջը նույնպես փոփոխվեց է, հայցադիմում կազմում է ընդհանուր առմամբ 6 միլիարդ 188 միլիոն շարունակությամբ դրամ այն պայմաններում, երբ որոշմամբ փոքր գնում արգելանքում այդ պահանջների մասով որպես հարուցվելու հայցի առարկա նշվել է համարյա 7 միլիարդ դրամ։ Ընդ որում արգելի դատարան գործող օրենսդրության համաձայն հայցի նախնական ապահովումը հայց ներկայացնելու պայմաններում դառնում է հայցի ապահովում և նրա նկատմամբ կիրառվում է հայցի ապահովման ինստիտուտին բնորոշ պարամետրերը։ Ուրեմն քաղաքացիական դատարանության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն գործի մասնակցող անձնական կողմերն են այս որ պատասխանողը գործի մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին հայցանի դատարան։ Իսկ դա պետք է լինի անձ, ում նկատմամբ կա նյութայրավական պահանջ։ Նշված կարգավորումների բովանդակությունից հետևում է, որ անձը որպես պատասխանող կողմ գործի մասնակցող անձի կարգավիճակ կարող է ունենալ դատարապետ այն դեպքում, երբ առկա է վերջինիս ուղղված նյութայրավական պահանջ, հետևաբար այն դեպքում, երբ հայցի առարկայի փոփոխության արդյունքում գործող պատասխանողի կարգավիճակ ունեցող անձին այլևս պահանջ չի ներկայացնում, օրենքի ուժով դադարում է վերջինիս գործող պատասխանողի կարգավիճակը։ Այսպիսով գտնում ենք, որ դատարանի կողմից հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրված լինելու և փոփոխված հայցապահանջով Գագիկ Բադալյանին, վերջինիս կնոջը Աստղիկ Իսաբեկյանին և Գոհար Նազարյանին, վերջինիս ամուսնուն Լևոն Մուրադյանին, որևէ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում վերջիններս գործի շրջանակներում չեն կարող ունենալ պատասխանողի կարգավիճակ, ինչով պայմանավորված է առկա է վերջիններից գործի մասնակցող անձանց կազմից անելու դատավարական անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ օրենսգրքի 38-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն առաջին հայցանի դատարանը գործի մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործի մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են։ Գործի մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին հայցանի դատարանը կայացնում է որոշում առանձին դատական ակտի ձևով։ Նշված կարգավորումից հետևում է, որ գործի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի ներգրավելու հիմքերի վերացման դեպքում դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդության հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ կարող է համապատասխան երրորդ անձանց հանել գործի մասնակցող անձանց կազմից։ Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունը հրաժարվել է Կոտայքի մարզի համայնք Ծաղկաձոր օրբերի եղբայրների փողոցի 18 կոտորակ 1 կոթեժներ տարածքի բռնագանձման պահանջից, իսկ Կոնվերտբանկ ՖԲ-ին որպես երրորդ անձ ներգրավելու հիմք է հանդիսացել այդ գույքի նկատմամբ գրավի իրավունքի առկայությունը, գտնում ենք, որ վերացել են վերջիններից որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերը, ինչով պայմանավորված առկա է վերջինից գործի մասնակցող անձանց կազմից հանելու վերաբերյալ որոշում կայացնելու դատավարական անհրաժեշտություն։ Հիմա ինչ վերաբերում է հայցի ապահովման
միջոցներին, ուրեմն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն դիմողի կողմից սահմանված ժամկետում հայցադիմում ներկայացվելու դեպքում կիրառված հայցի նախնական ապահովման միջոցները գործում են որպես հայցի ապահովման միջոցներ, այդ ինչ որ տեղի ունեցել նշեցի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները կարող են վերացվել օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով նշված իրավակարգավորման համաձայն մասնավորապես հայցի ապահովման միջոցները կարող են լրիվ կամ մասնակի վերացվել, եթե բացակայում են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը։ Միաժամանակ հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը նախատեսված են օրենսգրքի 128-րդ հոդվածում, ըստ էության, եթե դա կիրառվում է, եթե անհրաժեշտ է կա հիմնավոր կասկած, որ չկիրառելը կարող է խոչընդոտի կամ անհնարին դարձնի, դժվարացնի կամ անհնարին դարձնի հայցի կատարումը, եթե դատարանը բավարարի է։ Դատական ակտի կատարումը, եթե հայցը բավարարվի։ Անդրադառնալով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին, վճռաբեկ դատարանը նույնպես արձանագրել է մի շարք որոշումներով, այդտեղ խորհում են կանոն ՎԴ 3511 կոտորակ 05 կոտորակ 10 գործին, որտեղ համաձայն որի հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց շրջանակելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է բացառացնել վեճի առարկա գույքի վիճակը, տվյալ դեպքում հակակոռուպցիոն դատարանը որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց կիրառելու հիմք նշել է հետևյալը, խոսքը գնում է նախնական ապահովում, որը հետո դառել է ապահովում, դիմումում նշված փաստարկները եւ դրանց մասին վկայող թիվ փաստաթղթերը բավարարիչ են տալիս եզրակացնելու, որ հայցի նախնական ապահովման միջոց չկիրառելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել հարուցվելիք հայցի առարկայի մեջ ներառված վերոնշյալ գույքերի փաստական եւ իրավական վիճակի փոփոխության։ Ըստ էության, եթե վաճառվի, ապա անձի, պատասխանողի եւ այլի հարցեր կարող է առաջանալ։ Տվյալ դեպքում գտնում ենք որ միջնորդության քննարկման տեսանկյունից էական է այն հարցի բաղադրումը, թե փոփոխված հայցադիմումի շրջանակներում պահպանված արգելակներն ամբողջ ծավալով ծառայում են արդյոք հայցի ապահովման այն ժամանակ նախնական, հիմա ապահովման կիրառման հետապնդող նպատակներին եւ արդյոք այդ գույքի մասով, որոնք առողջության պահանջ այլևս չի քննարկվում, առկա են հայցի ապահովման միջոցներ կիրառելու օրենսգրքով նախատեսված հիմքեր։ Տվյալ դեպքում միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող վերևում նշված փաստական հանգամանքներից հետևում է, որ հայցորի կողմից ներկայացված հայցի առարկայի եւ հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդության բավարարման արդյունքում էականորեն նվազել է հայցի առարկան եւ ի սկզբանե որպես ապօրինի ծագում ունեցող բնորոշված մի շարք գույքեր հանվել են հայցապահանջներից, մինչդեռ չնայած համապատասխան պահանջի բացակայությանը, նշված գույքերի մասով կիրառված հայցի ապահովման միջոցները շարունակում են գործել։ Այսինքն հայցի առարկայի մեջ այդ գույքերը չկան, ասենք նրանք այս պահին գործող, հիմա ինչ կլինի հետո հաջորդ միջնորդությունները դա ապագայի հարց են, այս պահին գործող հայցի շրջանակներում նշված գույքերը բռնագանձելու ինչ-որ վաճառելու պահանջ չկա եւ համապատասխանաբար այդ ապահովման միջոցները առարկայազուրկ են, որովհետեւ դատական ակտի ամբողջության բավարարման դեպքում էլ չեն կարող կիրառվել, որովհետեւ խոսում է երրորդ անձի պատկանող գույքերի բռնագանձման։ Հաշվի առնելով քննարկող գույքերի մասով համապատասխան պահանջի բացակայությանը, արձանագրենք, որ դրանք չեն գործող կայացվելիք հայցադիմումի բավարարող հնարավոր դատական ակտի հիման վրա, որևէ դեպքում չեն կարող լինել բռնագանձման առարկա։ Ուստի նրանց առողջությամբ կիրառված հայցի ապահովման միջոցների պահպանումը որևէ դեպքում չի կարող ծառայել կայացվելիք դատական ակտի կատարումը երաշխավորելու, ինչպես նաև վեճի առարկա հանդիսացող գույքի փաստական կամ իրավական վիճակի փոփոխությունը կանխելու նպատակով։ Կոպիտ ասած Գագիկ Բազելյանը այդ գույքերը ծախի չծախի, քննող հայցի առարկայի փոփոխության դա չի բերում, որևէ դեպք չի ազդում հայցի վրա։ Ուրեմն ամփոփելով վերոնշյալը եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցի ապահովման միջոցների կիրառման հիմնական նպատակը դատական ակտի կատարումն ապահովելն է, եւ նաեւ հայցի առարկայի մեջ ներառված գույքերի փաստական եւ իրավական վիճակի փոփոխության հանգեցնելը կանխելը, իսկ շուտ միջնորդությամբ նշված արգելադրված գույքերի նկատմամբ հայցորի նյութայիրավական պահանջի բացակայում է ընդհանրապես, գալիս ենք հետևության, որ հայցի ապահովման միջոցները տվյալ մասով ենթակա են վերացման, հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերի բացակայության հիմքով։ Հիմք ընդունելով նշվածը միջնորդում ենք։ Հիմա ո՞ր միջնորդության բովանդակությունը։ Պատասխանողներ Գագիկ Սամվելի Բադալյանին, Աստղիկ Հակոբի Իսաբեկյանին, Գոհար Բաղկեզի Նազարյանին, Լևոն Ժիրայանի Մուրադյանին հանել գործի մասնակցող անձանց կազմից, նրանց ուղղված նյութայիրավական պահանջի բացակայության պատճառաբանությամբ
Երրորդ անցքում Բանկ ՊԲ-ին հանրային գործի մասնակցող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց կազմից վերջինիս ներգրավելու հիմքերը վերացած լինելու պատճառաբանությամբ իրականում հետևյալն է, նախորդ անգամ հայցի առարկայի փոփոխության մասով տեխնիկապես դա ոչ թե պետք է լիներ հայցի առարկայի փոփոխություն, այլ օրինակ Գագիկ Բադալյանի մասով պետք է լիներ հայցի հրաժարկ, որովհետև այդտեղ փոփոխություն չի։ Ուղղակի քանի որ Գագիկ Բադալյանի լիազորագիրը տրված մեզ ժամկետանց, արդեն չեմ կարողանում իր անունից այս պահին հանդես գամ միջև որ լիազորագիր եթե անհրաժեշտություն առաջանար, դրանով է պայմանավորված, որ դատական ծախսերի համար չեմ կարողանում դիմեմ, եթե այս միջնորդությունը բավարարվի, բայց կապ չունի դա իմ ասենք, ամեն դեպքում այս միջնորդությունը ներկայացնում եմ Միլան Պողոսյանի անունից բոլոր հայցադիմումից ավալը հստակեցնելու համար, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ քննել մնացած մասով։ Կոնվերս բանկին հանել երրորդ անձանց ցանկից, որովհետև իր հետ կապված որևէ հատված չի մնացել գործում, մասնակի վերացնել Երևան քաղաքի առաջին աջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ԵԴ-15439 կոտորակ 02 կոտորակ 22 հակապորության քաղաքացիական գործով 22 թվականի ապրիլի 8-ի հայցի նախնական ապահովում կիրառելու մասին որոշման կիրառված ապահովման միջոցները վերացնելով։ Դրանք ինչ վերացնել, որոշման 1.1 կետրում կիրառված Միլան Պողոսյանին պատկանող գույքի վերադրված արգելանքը 803.627.730 դրամի չափով կամ այլընտրանքային պետք է լինի սահմանել համարյա 7 միլիարդի փոխարեն 6.1 միլիարդ, այսինքն այն չափով, որով որ հիմա հայցադիմում արկա է։ Որոշման 1 ու 2 կետով կիրառված Միլան Սուրենի Պողոսյանի և Կանոնի Հենրիքի Մկրտարյանի կողմից հետևյալ անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ կատարելու արգելքը տրված է ցուցակ, ուզում եմ ուշադրություն հրավիրել, մենք երկու տեսակ արգելանք ունենք նաև քիչ առաջ անցնելով, էլի, քանի որ հայցորը նշում էր, որ եթե բռնագանձենք այս գույքերից, մենք ունենք գույքեր, որոնց նկատմամբ կիրառված արգելանքը որպես արգելանք հենց գույքին, որտեղ գույքը առարկան է վեճի, և ունենք մի հատ ձևակերպում վերը նշված գույքերից բացի մնացած բոլոր գույքերի նկատմամբ կիրառել արգելանք։ Հետևաբար այս ցուցակը հանելու դեպքում են որպես բռնագանձման ենթակա դրամական միջոցները քանի դեռ շարունակում են արկա լինել, այս գույքերի նկատմամբ արգելանքը կգործի որպես դրամական միջոցի արգելանք, բայց իրաց ռեժիմը տարբեր կլինի, որովհետև օրինակ շատ տեսականորեն, եթե դեպոզիտ վճարվի 6.1 միլիարդ կամ ինչ գումար կլինի, այս գույքերը արգելանքից այդ ժամանակ հանվում են, որովհետև դա հարկադիր դատավորի տիրույթում է եւ սրանց նկատմամբ արգելանքը կարող է շարունակի գործել որպես գույքային պահանջի դրամական պահանջի բավարար, բայց ոչ գույքային, որովհետև այս գույքերի նկատմամբ բնականոն բռնագանձման պահանջը այլևս արկա չի, հետևաբար սա իրավական բովանդակային փոփոխություն է, ձևական չի։ Որոշման 1 ու 3 կետով կիրառված Լիան Պողոսյանի կողմից նշված տրանսպորտային միջոցի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու արգելքը տված են տվյալները, որոշման 1 ու 4 կետում կիրառված Գագիկ Բադալյանի կողմից նշված գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելու արգելքը նշված են տվյալները, որոշման 1 ու 7 կետում կիրառված Գոհար Նազարյանի կողմից Ֆրուտիմեքս սրտային ընկերության 100% բաժնեվասի եւ որոշման 1.12 կետով կիրառված նույն ընկերության կողմից այդ ընկերության պատկանող բոլոր անշարժ գույքերի, շարժական գույքերի, այդ թվում տրանսպորտային միջոցների, ինչպես նաև շինարարական եւ գյուղատնտեսական տեխնիկաների տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելու արգելքը, որոշման 1 ու 8 կետով կիրառված Անտոնիո Ռիկարդո Մերինոյի կողմից Կետրին Գրուպ սրտային ընկերության 100% բաժնեվասի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելու արգելքը, որոշման 1-10 կետով կիրառված Կետրին Գրուպ սնանկության գործով կառավարչի կողմից, ինչպես նաև որոշման 1-12 կետով ներառված նույն ընկերության կողմից այն պատկանող բոլոր անշարժ գույքերի, շարժական գույքերի, այդ թվում տրանսպորտային միջոցների, ինչպես նաև շինարարական գյուղատնտեսական տեխնիկաների տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելու արգելքը։ Հիշեցման կարգով արգելդատարան, քանի որ արգելանքը, քանի որ պահանջը ուղղված է որոշակի ընկերությունների բաժնեմասը բռնագանձելու, կար ոնց որ արգելանք բաժնետոմսերի վրա, բայց նաև կար արգելք այդ կազմակերպությունների ղեկավարների կողմից, սնանկության կառավարչի կամ տնօրենի գույքը դեմ ներողություն, պատկանող գույքը տնօրինելու մասով, որպեսզի ըստ էության տվյալ բաժնետոմսերի արժեքը չփոփոխվի, քանի որ գույքը տեղափոխվել է, ասենք ենթադրենք ուրիշ ընկերություն, դրանով պայմանավորված։ Իսկ ներկայացրել եմ բոլոր մասնակիցներին ուղարկել է հաստատող
միագին պոստային անձորագիր, որը պահաստում է, որ այս միջնորդությունը ուղղված է դատավարության բոլոր մասնակիցներին նորմալ ֆորմալ առումով ովքեր կան, եթե հարցեր կան պատրաստ են պատասխանել։ Հարց ունեք Տիկինավոր։ Այո, հատկից դատարան։ Պարոն Օրբելյան, ես ճիշտ եմ հասկանում, որ միջնորդում եք այն գույքերը, որոնք որ սեփականության իրավունքով գրանցված են Գագիկ Բադալյանի, Աստղիկ Իսաբեկյանի և այլ անձանց անվամբ, արգելանքից հանվեն և չեք առարկում, որ դրամային պահանջը տարածվի այդ գույքերի վրա, որովհետև ասցիք ցանկ կար գույքերի։ Հայցի մեջ ներկայացված է գույքերի ցանկը։ Այդպես գույքերի ցանկի մեջ ներկայացված է նաև այս գույքերը, որպես Միրան Պողոսյանին պատկանում։ Հիմա դուք ասում եք մի ձևափոխման միջնորդություն եք ներկայացում, թե վերացում։ Չէ, մենք վերացման Ես ընդամենը ասեմ, պարզաբանեցի նախագահողին, երբ որ ես Միրան Պողոսյանի գույքերի հաշվում արգելանքից անեմ, խոսքովության մասին չէ։ Ես ուղղակի պարզաբանեցի, որ դրանք նկատմամբ հնարավոր է արգելանք շարունակի գործել այլ կետի ուժով, որովհետև Միրան Պողոսյանի նկատմամբ արգելանքը երկու ձևակերպում ունի, արգելանքը ներել գույքերի վրա և ոնց որ նշեցի, մեկ ու քանի կետում չնշված գույքերից բացի արգելանք դնել այս պահին գործող արգելանքը մոտ 7 միլիարդ դրամի չափով։ Հիմա ես ասում եմ, այդ մոտ 7 միլիարդ դրամի չափով նվազեցրեք առաջինը 6.1 միլիարդ, մոտավորապես այն ինչ-որ հայցադիրում անուշտ, կամ նվազեցրեք 800 քանի միլիոնով էլ, այսինքն ըստ էության սահմանենք այն թիվը, որը կա հայցադիրումով։ Եվ ասում եմ, ես հասկանում եմ, ոչ թե չեմ առարկում կամ ինչ, հասկանում եմ, որ այդ կետի ուժով արգելանք շարունակելու է գործել այս գույքերի նկատմամբ, կամ չի գործելու, որտեղ չգիտեմ ինչքան է գույքերի գինը չեմ հաշվել մինչև հիմա։ Բայց միևնույն ժամանակ միջնորդում եմ արգելանքները այն գույքերի վրայից, որոնք հայցի առարկայի մեջ չեն մտնում որպես բռնագազման ենթակա գույքեր, դրանք հանեն։ Այլ հարց ունեք։ Ոչ Դուք հարց ունեք, պարոն Արագյան։ Ոչ հարց չունեմ։ Դիրքորոշում ունեք, ես մասում եմ։ Այո, հատկից դատարան։ Ներկայացան։ Հարկերի դատարանը ապօրինց ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է ապօրինց ունեցող գույքի բռնագանձումը կարգավորող օրենսդրությունը։ Այն է Հայաստանի Հանրապետությունում ապօրինց ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, քաղաքացիական դատավարության օրենսգրքով, քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով։ Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով, ապա գործում է սույն օրենքով սահմանված կանոնները։ Նույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի համաձայն անձին պատկանող գույք հասկացությունն է բացվում, ըստ էության անձին պատկանող գույքը ինչ է, որը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ անձին, այդ թվում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի դեպքում անձին պատկանող բաժինը, ընդհանուր համակարգ սեփականության իրավունքի դեպքում գույքը ամբողջությամբ, սեփականության իրավունքով պատկանում է այն անձի կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը, ուսումնասիրող ժամանակահատվածում տվյալ անձը անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էական իրենցած է գնով փոխանցել է այլ անձին։ Հարկերի դատարան իրավասու մարմնի կողմից ներկայացվել էր հայց ի սկզբանե Միրան Պողոսյանին պատկանող գույքերի բռնագանձման պահանջով եւ ըստ էության հայցում ներառված են այն բոլոր գույքերը, որոնք որ օրենքի իմաստով պատկանում են Միրան Պողոսյանին։ Մասնավորապես հայցապահանջի, որը որ չի փոփոխվել այդ կետը, առաջի կետում թվարկված են Միրան Պողոսյանի պատկանող գույքը, այդ թվում այն գույքը, որի իրական շահառուն հանդիսանում է վերջինս։ Եվ նշված գույքերի ցանկում են նաև Գագիկ Բադալյանի պատկանող գույքերը, Լիա Պողոսյանի պատկանող գույքերը եւ այլ անձանց գույքերը, որոնց վերաբերյալ միջնորդությունը ներկայացված է հարկերի դատարան, այսինքն իրավասու մարմինը նախ ներկայացել է հայցի հիմքում հիմնավորումներ, որ այդ գույքերը ի սկզբանե ձեռք են բերել Միրան Պողոսյանի միջոցներով եւ պատկանում են օրենքի իմաստով Միրան Պողոսյանին։ Այսինքն այստեղ մենք ոչ թե պետք է քննարկենք սովորական քաղաքացիական հարաբերությունների շրջանակում անձի անվամբ գրանցված սեփականության իրավունքով պատկանող
գույքերի հարցը, այլ ի սկզբանե պետք է քննարկենք նախ անձին պատկանող գույքը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքի շրջանակում, որը որ ներառում է նաև այն դեպքը, երբ որ տվյալ գույքը այդ անձի անվան փաստացի գրանցված չէ, բայց այդ գույքի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը։ Հիմա այս դեպքում ի սկզբանե երբ որ հայցը ներկայացված էր, տվյալ գույքերը պատկանում էին Միրան Պողոսյանին, ներկայացվել էր հիմնավորում, ներկայացվել էին փաստարկներ եւ ըստ էության հայցի նախնական ապահովման միջոցները կիրառվել էին այդ անձանց սեփականության իրավունքով գրանցվել գույքերի վրա, քանի որ դրանք ըստ էության հանդիսանում են Միրան Պողոսյանի պատկանող գույքեր։ Եվ ըստ էության իրավական գնահատականը հայցի հիմքի առարկայի փոփոխության արդյունքում չի փոփոխվել։ Միրան Պողոսյանը հիմա շարունակում է այդ գույքերի իրական շահառուն հանդիսանալ եւ այդ գույքերը շարունակում են նույն կարգավիճակում ունենալ, ինչ նախորդին ունեցել են։ Բացի դրանից, հարգելի դատարան, թե ի սկզբանե ներկայացված հայցակազմով, թե հայցի հիմքի առարկայի փոփոխությամբ իրավասու մարմինը նաև դատարանին խնդրել է Միրան Պողոսյանից բռնականձել շուրջ 6 միլիարդ դրամի չափով գումար։ Այն է, ինչ է նշանակում Միրան Պողոսյանից բռնականձել, այսինքն այդ պահանջը պետք է իրացվի Միրան Պողոսյանի պատկանող գույքերի շրջանակում։ Միրան Պողոսյանի պատկանող գույքերը, եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքով առաջնորդվենք, դրանք այն գույքերն են, որոնք որ ոչ միայն տիտուլար առումով գրանցված են Միրան Պողոսյանի անվամբ, այլ նաև այն գույքերը, որոնք որ գրանցված են այլ անձանց անվամբ, սակայն իրական շահառու է հանդիսանում Միրան Պողոսյանը։ Եթե մենք հիմա քննարկում ենք այդ գույքերը չեն պատկանում Միրան Պողոսյանին եւ այլն, ապա դա արդեն հայցի բուն բովանդակային քննարկման ընթացքում պետք է այդ հարցը քննարկվի, որովհետեւ ի սկզբանե այդ գույքերը հենց արգելադրված էին այդ իրավական գնահատականի համատեքստում, այսինքն որևիցե եղանակով եւ որևիցե այլ քննարկում չի եղել։ Իրավասու մարմինը միշտ էլ պնդել է, որ այդ գույքերը պատկանել են Միրան Պողոսյանին եւ հիմա էլ է շարունակում պատկանել Միրան Պողոսյանին։ Ավելին, Միրան Պողոսյանին պատկանում են բազմաթիվ գույքեր, այդ թվում այլ անձանց անվամբ հաշվառված գույքեր եւ ըստ էության դրամային պահանջը, քանի որ ներկայացված է մեծաքանակ գույքերի բռնականացման պահանջ, իրավասու մարմինը մտավախություն ունի, որ այն գույքերը, որոնք որ գրանցված են այլ անձանց անվամբ եւ դրանք արգելանքից եթե հանվեն, ապա ըստ էության դրամային պահանջը հնարավոր է չկարողանան իրացնել, քանի որ այդ գույքերը շուտ կարող են օտարվել, քանի որ արգելանքի առումով սահմանափակված չեն լինի։ Եվ այս առումով հարգելի դատարան, ես խնդրում եմ ձևափոխել միջնորդությունը, ըստ էության առարկելով իրենց միջնորդությանը, խնդրում եմ ձևափոխել եւ այնպիսի սահմանում տալ, որպեսզի հնարավոր լինի։ Իհարկե, հիմա միջնորդություն եք ներկայացնում դիգրամը։ Հարգելի դատարան, ես առարկում եմ իրենց միջնորդությանը։ Իրենց միջնորդության առարկում եք, բայց ցանկանում եք իրենց միջնորդության շրջանակում ինչ-որ բան փոփոխվի։ Հարգելի դատարան, իրենց միջնորդության շրջանակում, քանի որ որոշակի առումով ազդեցություն է ունենում նաեւ գույքերի կազմին եւ այլնին, ես ոչ թե ամբողջությամբ ասում եմ հայցի ապահովումը չպետք է ձևափոխվի, այլ իրենք միջնորդել են վերացում, իմ միջնորդությունը եւ իմ դիրքորոշումը այն է, որ այո, պետք է ձևափոխվի հայցի ապահովումը, բայց ոչ այն տեսքով, որը որ ներկայացվել է միջնորդությամբ, եթե հակիրճ ասեմ։ Միջնորդություն եք հիմա ներկայացնում։ Չէ։ Առարկում եք միջնորդություն։ Առարկում եմ եւ պնդում եմ, որ դիրքը պետք է մերժվի։ Այսինքն պետք է մասնակի բավ արվի ձեր դիրքորոշման, թե մերժվի։ Մերժվի։ Թե մերժ ձևափոխման Հարգելի դատարան, պետք է մերժվի, սակայն ես նաեւ նշում եմ դիրքորոշումը այս մասով, որ թեև ուղղակիորեն հիմա պահանջ չկա Գագիկ Բադալյանի եւ մնացած անձանց նկատմամբ, սակայն ըստ էության այդ պահանջը ուղղված է Միրան Պողոսյանի նկատմամբ եւ մինչեւ այդ էլ պահանջը եղել է Միրան Պողոսյանի նկատմամբ։ Ըստ էության բովանդակային առումով հայցը չի փոփոխվել։ Պահանջը հենց ուղղված է Միրան Պողոսյանին։ Եվ առարկում եք Եվ առարկում եմ միջնորդությանը ամբողջությամբ։ Շատ Հարստակ։ Դատարանից ընդամենը մի հարց ունեմ, ուզում եմ հասկանալ հայցուրի դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, պատկերացնենք հայցը ամբողջությամբ բավարարվեց։ Հիմա մենք ընդունեցինք հայցը, բավարարվեց ամբողջությամբ։ Հատկապես կատարման գործընթացի շրջանակներում արդյոք այն ձևով որ գրված է հայցի առարկան հնարավորություն է ունենալու Գագիկ Բադալյանից ու Գագիկ Բադալյանից
ուզում եմ հասկանամ, որտեղ մենք խոսում ենք ոչ թե abstract ընդհանրական, այլ մենք խոսում ենք դատական ակտի կատարումը խոչընդոտվելու, թե չէ։ Հիմա Հայցորը պնդում է, որ դա Միրանց Պողոսյանի գույքն է։ Հիմա քննարկման առարկա չեն դարձնում, ինչպես Հայցորը նշեց, դա դատական քննության ընթացքում կքննարկենք։ Անկախ այդ հանգամանքից իրանն թե չէ, ուզում եմ Հայցորի որոշումը հասկանամ, այսինքն հայցը այսպես բավարարելու դեպքում, արդյոք այսպես բավարարված հայցը եզրափակիչ մասը ոնց որ կապա պահանջի ամբողջությամբ բավարարվելու դեպքում հիմք կլինի Գագիկ Բադալյանից գույք բռնականցել։ Այսինքն, մատի անոնը նոմինալ չէ, այսինքն դրա հիման վրա հնարավոր է արդյոք վաճառել այդ գույքը, բռնականցել այդ գույքը այն ձևով, ինչպես գրված է հիմիկվա հայցատիրումը։ Դա է հարցը։ Բայց արդյոք իրավասու մարմնի խնդիրն է, թե հարկադիր կատարողը ինչպես է բռնականցելու։ Կա դրամային պահանջ Միրան Պողոսյանի նկատմամբ։ Միրան Պողոսյանի պատկանող գույքերի ցանկը նշված է հայցապահանջում եւ ըստ էության արդեն ինչպիսի տեսքով դատական ակտ լինի, դրանից է կախված արդեն ըստ էության հարկադիր կատարողը բռնականցումը, եթե բռնականցման որոշում կայացնի, բռնականցումը կիրականացնի։ Հիմա ես չեմ կարող քննարկել հարկադիր կատարողը ինչպես կկարողանա իրացնել գույքը, ինչպես կկարողանա բռնականացնել։ Դա հարկադիր կատարող չէ, կամավոր է ուզում կատարել։ Միրա Պողոսյանը ցանկանում է կամավոր կատարել։ Այդ եկել է կամավոր կատարելու ժամանակը դրամական պահանջ, այսինքն ես չեմ հասկանում ձեր կարծիքով, որ այս դատական ակտը այն ձևով ինչ-որ բռնականացվի անդանագրված է, ենթադրում որ Գագիկ Բադալյանը ստանալու է ինչ-որ պարտավորություն, կամավոր, չեմ ասում պարտադիր, կամավոր որպես այդ գույքի ըստ ձեզ նոմինալ ձերբականատեր, այդ գույքը հանձնել օրինակ պետությանը իր ապահովումը այս դատական ակտի։ Բանը հարկադիր կատարողը ոնց անելու խնդիրը չէ։ Ուզում եմ հասկանամ ձեր այսօր գործող հայցատիրումի եզրափակիչ մասից բխումը արդյոք այն բավարարվելու դեպքում բռնականցման հնարավորություն Գագիկ Բադալյանին կամ մնացած կազմակերպություններին էլ, այսինքն կոնկրետ Ռիկարդո Մերինոյին եւ Ռուտեմեքսի բաժնետիրոջ Աշում, մենուշ ընկերության բաժնետիրոջ պատկանող գույքը բռնականցելու հնարավորություն զուտ հնարավորությունն եմ ուզում հասկանալ։ Հիմա հարկադիր լավ կաշխատի, վատ կաշխատի դրա մասին չի խոսքը։ Իսկ ձեր կարծիքով հայցի այսօրվա այսպիսի բավարարումը տալու է հնարավորություն բռնականցել գույք անձանցից, ովքեր ում նկատմամբ պահանջ չկա։ Պարոն Օֆելյան, բայց մինչև հայցի բավարարմանը մենք ապացուցման փուլ ենք անցնելու։ Ապացուցման փուլում մենք ապացուցելու ենք այդ գույքերի Միրան Պողոսյանի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը։ Եթե ապացուցենք, դրանից հետո արդեն այո, իմ պատկերացմամբ բռնականցում հնարավոր է իրականացնել, եթե ինձ եք հարցնում։ Իսկ ինչ վերաբերում է հայցապահանջի հստակեցմանը, ապա ներկայացրել եմ նաև հայցապահանջի հստակեցման միջնորդություն, որը առավել իմ ընկալմամբ ավելի հստակ կլինի, թեև այս պահեգրությամբ ևս ես խնդիր չեմ տեսնում։ Մի հատ հարցեր ունեմ, ես որտեղ միջնորդությունը երկու մասից է բաղկացած, մեկը վերաբերվում է արգելանքին, մեկը վերաբերվում է անձանց շրջանակին, անձանց շրջանակի մասով ոնց որ անդրադարձ չունեցաք, ուզում եմ հասկանալ ուղղակի անդրադարձ չունեք, չեք ցանկանում ունենալ, թե ցանկանում եք ունենալ, ուղղակի այդ մասը բաց թողեցիք, դա մեր միջնորդությունը երկու կետ, մեկ առաջարկում ենք գույքերի արգելանքը վերացնել որոշ գույքերի մասով, եւ երկրորդ մասը վերաբերվում է Գագիկ Բադալյանին, Աստղիկ Իսահակյանին, Գոհար Նազարյանին եւ Լևոն Մուրադյանին հանել պատասխանողների շարքից եւ Կոնգրես բանկին հանել երրորդ անձանց շարքից։ Դրա հետ կապված որոշում եք ունենք, դեռ ցանկանում եք, էլի Հարգելի դատարան, այդ մասով չեմ ասում, քանի որ հետագայում միջնորդելու եմ տվյալ անձանց որպես երրորդ անձ ներգրավելու մասով։ Ինչ է կարող։ Մասն ձեր միջնորդությունը ինչի մասն է, որ այսօր կողմի այդ հարց տալիս եք բավարար։ Կասեք քաղաքացիական դատարանություն։ Լավ չէ, հիմա ձեզ եմ հարց տալի, դուք հարց եք տալի ձեզ եմ։ Քաղաքացիական դատարանությունը զիրքի որ նորմով եք պատասխանողներին ցանկանում հանրագործի մասնակցող անձանց։ Հիմա դե պետք է վերեմ ասեմ հայցի իրավասում դեռ եկարողացած։ Հիմա դրա համար եմ։ Դե հիմա ինչով հանենք, որ դատավարական նորմա։ Անգլիա ցան, ես երրորդ անձին տվել եմ նորմալ։ Երրորդ անձինը հասկանալի է, պատասխանողներին հարց չտվեց։ Պատասխանողների հանելու մասով ընդհանրակարգ չկա, բայց հիմա այդ Հայց բարերաժավի։ Դե այդ հարցը դրեք, ասեք հայց բարերաժավեք, հիմա դուք մտնում միջնորդությունը շատ դատավարական իմաստով գրել եք հարց եք տալի համաձայնես թե չէ։ Մենք ունենք պատասխանող այս գործում, ում նկատմամբ պահանջ չկա։ Եվ հետևաբար խնդիրն առաջանում, այսինքն կարող ենք անալոգիա անել երրորդ նախորդ միջնորդությունը բավարարելու ժամանակ պետք է այդ ժամանակներով ասել ես մասով ես ընդունում եմ, որ սա հրաժարվում է հայցից եւ իրանց ընդհանրապես հանում եմ։ Եթե տենց են քննարկում, ինչպես դա ինչպես երբ որ հայցորը գալիս ասում հայցի առարկան ուզում եմ փոխեմ։
Եվ այդ փոխելու մեջ չի ասում, որ այս պատասխանողը պետք է դուրս գա։ Իսկ պահանջը մի հատ որևէ ուղղված է որևէ անձի, լավ, Հայց որը կարող է ասել Հայց որը կարող է հրաժարվել այդ մասով, հիմա դիրքորոշում են ներկայացրել, այդ թվում նաև ձեր այդ բարձրացած արձադրումը, ինչպես կարող է հայց որը ասել, գտնում եմ չեմ կարող դուրս գալ, որովհետև չկա նման ընդհանրակարգ։ Ես ոչ թե ասում եմ առարկում եք չեք առարկում, հայց որը ներկայացրել դիրքորոշում միջնորդության վերաբերյալ, ասում եմ այնուշ մասի վերաբերյալ դիրքորոշում ունեք, թե չէ։ Ես ձեզ հետ համամիտեմ, հաջորդ նիստին լիազորագրերի հասկացում եւ կներկայացնեմ ընդհանրապես իրաց մասով հայտնարժելու եւ համապատասխանող դատական ծախսերի պատասխաններն արդեն կկարողանամ ներկայացնել, այդ ավելի հարմար է։ Այսինքն չեք պնդում պատասխանը։ Պնդում եմ։ Ընդհանրակարգը չգիտեմ, պնդում եմ ուրիշ պատճառով, հարգելի դատարան։ Հիմա որ ասեմ չեմ պնդում, ես Միլան Պողոսյանի անունից վերցրել եմ հայցը, տեսել եմ ում նկատմամբ պահանջ կա, ում նկատմամբ չկա, ումը չկա ներկայացրել եմ։ Ես հիմա Գագիկ Բադելյանին քանի որ ներկայացրել եմ, լիազորագիր վերելու եմ։ Մյուսը Հիմա որ ասում եք Միլան Պողոսյանի անունից վերցրել եմ, եկել եմ։ Հիմա Միլան Պողոսյանը, այսինքն եթե ենթադրենք չգիտի, որ դատավարական իմաստով չկա, դուք չգիտեք, որ դատավարական իմաստով պատասխանատու հանրում ընդհանրակարգ։ Արգել դատավարական իմաստով չկա ընդհանրակարգ հայցապահանջից հրաժարվել հայցը չկա։ Այսինքն եթե նկատմամբ պահանջ է, հայց չկա, դե չկա ընդհանրակարգ հայցի առարկայի փոփոխություն անել, մի պահանջից ամբողջությամբ հրաժարվել եւ այդ մասով հայցը չկարճել եւ պատասխանողի նկատմամբ չանդրադառնալ դատական հրաժարվում են կա։ Այստեղ չկա հայցի առարկայի փոփոխություն, հայցի հրաժարվելու սովորույթի տակ չկա տենց բան։ Չես կարող հայցի առարկայից հրաժարվեմ, անունը դնեմ հայցի առարկայի փոփոխություն եմ անում, պահանջները բոլորը հրաժարվում կա նվազեցում, հա։ Չկա հրաժարվում, կա նվազեցում, հա։ Ինչ է։ Դրանից դատարան մասով այդ պատասխանողների մասով դատարանը պետք է կարճի այն դեպքում, երբ որ հայցի փոփոխված հայցի առարկան ինքը թույլատրվել է։ Եթե փոփոխված հայցի առարկայով գործող պատասխանողների նկատմամբ այլևս պահանջ չկա, դա դիտարկում է պահանջներից հրաժարվում եւ դատարանը մասով, իրենց մասով գործը առանցնացնում կարճում։ Այդ է ինքնին պատմում կարտատի 152-րդ հոդվածի առաջին մասի Հա, դա ձեր ասածը 182-ից բռնում, 170-ից չի բռնում, ասա։ Հարգելի դատարան, ես պահանջից չեմ հրաժարվել։ Ես հայցի առարկայի փոփոխություն եմ կատարել, նվազեցրել։ Բայց ինչին եք համաձայն, որ ասում եք համաձայն եք պատասխանողները։ Եթե պատասխանողները, եթե դատարանը որոշի պատասխանողներին ցանկից հանել, ապա ես չեմ առարկում, որովհետև հետագայում, եթե դատարանը ցույց տա հայցի հայցապահանջի փոփոխությունը, ես միջնորդելու եմ որպես երրորդ անձ ներգրավելու։ Բայց ես չեմ բացառում, որ եթե ես հրաժարվեմ, հետագայում այնպիսի դիրքորոշում կամ փաստաթուղթ ներկայացի, որը օրինակ նորից վերահաշվարկ կատարի եւ այդ գույքերը նորից դառնան ապօրինի։ Եվ ըստ էության ես եթե հրաժարվեմ, այդ գույքերի նկատմամբ իմ պահանջը ըստ էության ամբողջապես հրաժարվելու եմ եւ չեմ կարողանա հետագայում իրացնել։ Իսկ ես չեմ բացառում, որ հետագայում միգուցե լրացուցիչ տվյալ պատասխանողները միգուցե ներկայացնեն, որով որ օրինակ ընդունեն որոշակի գույքերի ապօրինությունը։ Արգել դատարան բերեք sense անեք, պատասխանողների մասով ես ընդհանրապես տեղեկացնում եմ դատարանի, որ ունեք դեպի կապուստը, դատարանը ունի գործիքական կազմասերան հանդիպեցնելու, իմիջնորդություն այդ մասով կարող հանգիստ ներժվի դատավարական հնարավորության արկայության բացակայությամբ։ Հա, դատարանը գիտի ոնց կմերժի։ Արգել դատարան, ես ընդհանրապես դիտորոշում եմ ներկայացնում, ինքնին է վիճակում, երբ որ ունենանք հայց, երբ որ ունենք պատասխանող, բայց պատասխանողին ուղղված թե իրավական պահանջ չկա, դատավարությունը չի ենթադրում, որ մի հատ էլ հանել կամ չհանելու գործընթացը չկա ուղղակի դից ընթացակարգ։ Մենք հայտնել ենք այս վիճակում, ես ինչ ասեմ, դերեք ձևակերպումը դրեք, որ ես այն առաջին կետից որտեղ ասում եմ պատասխանողների Չէ, քննարկենք առանցին։ Նիստով դատարանը սրա որոշում կայացնի։ Անհրաժեշտությունը չկա։ Ուրեմն ասեմ առաջին կետի հետ կապված ես դրա մասով խնդիր չունեմ, կարանք հանենք իմ միջնորդությունը։ Բա երրորդ անձի մասով։ Երրորդ անձով դե կա ընդհանրական Չէ, այդ մասով պնդում եք, այդ մասով ինչ դիրքորոշում եք, Կոմերցբանկ ՊԲ-ին հանելու մասով։ Հարգելի դատարան, Հայցապահովման միջոցը վերացնելու մասով ավելացնելու բանում եք միջնորդության շրջանակներում։ Ես եւս միանում եմ, որը դատությանը ամենի շատ ավելի բարձր քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դեպքերը, երբ որ հայցի ապահովման միջոցը վերացվում է։ Հայցի ապահովումը դրվել է մի պատճառաբանությամբ, որ այդ որոշակի դեպքեր դիտվում են որպես ապահովության ունեցող գույք եւ պատրաստվում են բնական ձեր դատական կարգով ինքնուրույն ապահովության դեպքի բնականության օրենքը։ Որից հետո հայցի ներկայացնում է դեպքը, որը դատական կարգով 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 դատական կարգ
իրանք ձևափոխվել են դառնում են որպես հայցի ապահովման միջոցի կիրառման միակ նպատակն է այն, որ այդ գույքերը չկարողանան նկարվել, հաշվի առնելով այն, որ այդ գույքերը դիտարկվում են որպես ապօրինի ծագում ունեցող գույք եւ հետեւաբար դատարանը, եթե հայցը բավարարի, ապօրինի ծագում ունեցող գույքերը պետք է բռնականցի։ Հետևաբար հայցի ապահովման միջոցի կիրառումը նրա համար, որ չդժվարանար կամ անհնարին չդառնար ապօրինի ծագում ունեցող արգելադրված այս գույքերի հետագա բռնականցումը։ Հիմա այդ գույքերի նկատմամբ որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնականցելու պահանջ այլևս չկա։ Հետևաբար վերացել է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքը, որն էլ ինքնին հիմք է հայցի ապահովման միջոցը վերացնելու համար։ Անգլիական մի պատմություն վարկանացի ձևով ասացի, համապատասխան ձևով ասեմ, հայցը գործող հայցը դիմող բավարարելու դեպքում որևէ ձևով չի կարող հնարավորություն տալ որևէ այլ անձից դրամական միջոցի մասն եմ ասում, էլի միայն գումար բռնականցելու համար, որովհետև նման ընթացակարգնման, կառուցակարգնման հնարավորություն գոյություն չունի, այսինքն փաստացի իրեն է պատկանում ձևակերպումը չկա, դրա համար էլ փաստացի իրեն է պատկանումի տակ հնարավորություն առնում անձանց պատասխանատվներ գրավել նոմինալ բարմետիրոջը կամ սեփականատիրոջը կամ մասնակցին, այսինքն որ ենթադրում ենք որ նոմինալը հիմնավորել է որ զույգի սեփականատերը այլ անձա, միշտ պատասխանողը լինում է այն անձը, ում ֆիզիկապես պատկանում է, թղթով պատկանում է, հետևաբար այդ գործող հայցադիրումի շրջանակներում որևէ հնարավորություն երրորդ անձանց պատկանում գույքերը ում նկատման պահանջ չկա, Միրա Պողոսյանի դրամական պարտավորությունները կատարելու չկա, հետևաբար նշված հայցադիրումի այդ հատվածը, որով անգել ընդհանրվել երրորդ անձանց գույքի վրա, որևէ կերպով չի նպաստում կամ չի կարող աջակցել կամ դրանց բացակայությունը չի խոչընդոտի դատական ակտի կատարումը, որովհետև դատական ակտի կատարումը, եթե հարցը ձևական չէ, ամբողջությամբ բավարարվելու դեպքում հնարավորություն միևնույնն է չի տալու որևէ այլ անձի, ըստ հայց, որի փաստացի Միրա Պողոսյանի պատկանող, բայց այլ անձի անունով գրանցված գույքը բռնականացելու համար սա։ Դա դրի ուժի դատավարական գործիքը կազմա իր չպետք է նշել։ Հարկերի դատարանը չի ասել արձագանքել, որ եթե դատարանի ակտը բռնականացման պահանջի բավարարվի եւ ըստ էության պնդում եք, որ այդ մասով չի կարողանա դատարացվել, ապա այս մասով ես հակառակն եմ պնդում, հարկերի դատարան այն տրամաբանությամբ, որ ամբողջ մեր վարույթը նաև այն մասին է, որ որոշակի գույքեր պատկանում են անձին եւ այդ գույքերի իրական շահառուն է այդ անձը հանդիսանում։ Հիմա հետագայում մենք ապացուցելու ենք նաև այդ հանգամանքը եւ ըստ էության դատարանը կարադառնա դրան, թե մենք ապացուցել ենք Միրա Պողոսյանի իրական շահառու եւ գույքի սեփականատեր հանդիսանալու հանգամանքը, թե ոչ։ Եվ ըստ էության այդ հիմքով, եթե դատական ակտով հաստատվի Միրան Պողոսյանի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը եւ այդ գույքերի սեփականատեր հանդիսանալու հանգամանքը, ապա ես չեմ կարծում, որ պրակտիկայում դա որևիցե խնդիր առաջացնի։ Արգելի դատարանը, այս հայցի առարկայի շրջանակներում գործի համար լուծման ենթակա փաստ չի այն գույքը, որը նախկինում դիտարկվել էր ապօրինի ծագում ունեցող գույք, հիմա չի դիտարկվում ապօրինի ծագում ունեցող գույք։ Հետևաբար այդ փաստը, թե այդ գույքի իրական սեփականատերը ով է, սույն գործի համար այլևս իրական նշանակություն ունեցող չի էլ ունենալու, որ մի հատ էլ ապացուցի դատախազությունը կամ չապացուցի։ Հարկի դատարանը ճիշտ է հիմա ապացուցում վերջ աշխատանքին չեն կանցել։ Ամեն դեպքում կարծում եմ էական է, քանի որ հաշվարկում այդ գույքերը ներառված են, հայցի հիմքում այդ գույքերի մասին ներկայացված է, իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ ներկայացված է հիմնավորումներ, այսինքն իրավասու մարմինը այդ փաստը վկայակոչել է եւ ըստ էության հայցի հիմքում ներկայացված է։ Հիմա դուք ասում եք մենք չպետք է ապացուցենք, եթե ընդունում եք դա այլ հարց է, եթե չեք ընդունում դա արդեն ապացուցման ենթակա փաստ է։ Դատարանների դիպրոշում եւ դիմացի իրավունքից օգտվենք, տեսեք, ես իրականում համաձայն եմ պատասխանողի փաստաբանների եւ ներկայացուցիչների հետ, որ երկու փաստ եւ դեռ սուբյեկտիվ գործոններ թողնում են մի կողմ։ Ունենք նախնական ապահովման եւ հայցի ապահովման միջոցներ, որոնք դատարանը դրել է որոշակի համատեքստում իրավական հիմքերի ներքո։ Եթե անձը գտնվում է, դրանք շատ որոշակի գրված է, որ հենց այդ գույքը, որը նախկինում ենթադրվում է միջոցատերի որոշումը ապօրինի, այդ գույքը կարող է ինչ-որ մի բան այդ գույքի հետ լինի։ Հիմա այս համատեքստում, երբ որ դատախազությունը հայցող կողմը
սեպտեմբերին կամ օգոստոսի վերջին բաղկացություն պետք է հիշել։ Ներկայացնում էր հայցի առարկայի եւ շրջանակի փոփոխություն, այդ դրա հետ պետք է ներկայացնել միջնորդություն, որ մենք հասկանանք, դա եթե մի բան ավել մնում է, այդ թիրախային գույքից դուրս եկած, ինչ հիմքով, ինչ պատճառով եւ որ իրավական նորմի հիման վրա, դատարանը պետք է ավելի խիստ հայցի ապահովում կիրառել կամ դրանք թողնել ուժի մեջ։ Հիմա փաստ ունենք, որ նման բան չի արվել։ Եվ սկզբնական նախնական ապահովումը չի կարող ուղղակի, որ իրավական հիմքը դուրս է եկել։ Ցանկության դեպքում նույնիսկ ես գտնում եմ, որ չի կարող ուղղակի դա առանց ինչ-որ դատարանի կամ կողմերի վրա ճաշում իրագործել, ապօրինի կլինի։ Այսինքն թողում ենք այն հիմքով, որ դատարանը ուրիշ դատարան գտել է, որ այս իսկապես կարելի է ապօրինի, հիմա դատախազատում է, դա ապօրինի չի։ Էլ այդ դեպքում ինչու թողնել, դա առաջինն է։ Երկրորդը, տեսեք, մեծագույն հարվածով մեր դատախազության որպես ինստիտուտ հանդեպ, այդուհանդերձ պետք է չհամաձայնվեն կոնկրետ հայցորի ներկայացուցչի հետ։ Հարցը իրականում տեղին էր։ Հայցի ապահովման նպատակը հետագայում համապատասխան բարենպաստ դատական ակտը հայցորի համար անհնարին անելն է։ Ինք ասում են, ես չգիտեմ, չեմ խորացել հարկատի կատարումը ոնց է լինում։ Դուրս եկանի հայցի ապահովումը ինքնանպատակ է դառնում։ Հենց այդ ամենայն հարգանքով պետք է խորանալ։ Հիմա ես չեմ պատկերացնում, ավելի շատ հակված եմ այս դիրքորոշմանը, որ անիմաստ է դառնում հայցի ապահովումը կամ նախնական ապահովումը թողնելը, որովհետև հարկատի կատարման հետ գործընթաց չի լինել։ Եվ վերջապես ամենակարևորը, որը կողմերը ուղղակի կամ անուղղակի անդրադարձ չունեցան, մեր գնահատման, թեև ես մենակ ամերիկայի բանկի գրավների մասով ստույգ տվյալներ ունեմ, բայց հայցի հետ առաջվող ունքերի արժեքը մի քանի տասնյակ միլիարդ է։ Այդ դատախազության պահանջը 6 չեմ կարող ասել ինչքան միլիարդ է, ստույգը կարծում եմ հիմա ճշգրտորեն էական չի, ինչու պետք է հայցի ապահովումը լինի 15-20 չգիտեմ քանի միլիարդի։ Իսկ կողմը գտնում է, որ պայմանական այս երրորդ անձանց պատկանող գույքն անհրաժեշտ հարկադիր կատարման համար, չեմ ուզում պրոգնոզը գնալ, որ անշարժ եւ այլ գույքերը միշտ աճում են, դա սպեկուլյատիվ է եւ չեմ ելտանում, բայց ինչու բոլորի վրա, եթե ձեր պահանջը 6 քանի միլիարդի է։ Պետք է հասկանում եմ, մենք ոնց ենք անում, լիկվիդային արժեք եք վերցնում, 20-25% թող լիներ, ասել գիտեք ինչ կա, ով է թանկ գույքը շուկական արժեքով լինում, 8 միլիարդի դնենք, 9 միլիարդի վրա դնենք, 10 միլիարդի գույքեր, ես է գնահատումները, փառք Աստծո, պետությունը մեր դատախազության այս օրենքով բոլոր լծակները տվել է, փորձագետներ եկել են, ժամանակ ունեցել է։ Հիմա ասած ասենք, հա, ամեն ինչի վրա դնենք, որ 6 միլիարդը բավարարվի։ Այդպես չի լինում եւ գտնում եմ, որ վերօրյալ պատճառներով իրավական հիմքի բացակայություն, տվյալ գույքը թիրախային ապօրինի գույքից դուրս գալու եւ անորոշ ամբողջի վրա թողնելու պատճառով չի կարող լինել։ Այն ինչ որ փոփոխված հայցի առարկայի մեջ կա, մեր գրավներից է կա, թերևս հիմա այս փուլում չեն կարողանում դրանց մնալ, մնացածի մասով գտնում եք, որ օբյեկտիվորեն եւ իրավացիորեն պետք է դուրս գա։ Այսքանը շնորհակալ։ Գործով ի սկզբանե պատասխանողն է գրավել Գագիկ Բադալյանը, Գագիկ Բադալյանից գույք մեկնականանձելու պահանջ է ներկայացվել, չնայած հիմա կնդրում են, որ դա կապ չուներ, կարող են մեկնականանձել անկախ ամեն ինչից։ Այսինքն ինքնին նույնիսկ սույն գործով, չեմ ասում ընդհանուր քաղաքացիական դատավարություն, սույն գործով ի սկզբանե ներկայացված հայցի հիմքում էլ է դրվել այդ տրամաբանությունը, որ եթե ես սեփականատիրոջից չեմ բռնականվում, այդ ինչ-որ հիմքով կապ չունի, ես ուրիշ անձի արտահայտությունները կատարելու համար արտադատական որևէ եղանակով չեմ կարող բռնականվել։ Այսինքն ակնհայտորեն, երբ որ ի սկզբանե հայց ներկայացրել է հայցվորը, ինքն էլ է ենթադրել, որ այս գույքը պատկանում է Միլան Պողոսյանին, բայց չի ասել Միլան Պողոսյանից բռնականել, գրել է Գագիկ Բադալյանից բռնականել եւ Գագիկ Բադալյանը եղել է պատասխանող, նույն Արտոյ Ռիկարդոյից, նույն մնացած բոլորից։ Հետևաբար, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության ամբողջ պրակտիկան եւ ապօրինի գույքի բռնականման գործերով մեր բոլոր պրակտիկան, այդ թվում նաեւ ունեցել են գործեր հենց հայցի ապահովման միջոցը կողմելու հետ կապված, եւ որտեղ քննարկման առարկան հետեւելն է, անձի դեմ չկա դրամական պահանջ, չի կարող ուրիշ անձի գույք
կամ գույքային պահանջ կոնկրետ չի կարող արգելանք ունենալ։ Այսինքն ում դեմ ուղղված է պահանջը, իր գույքերի դեմ էլ արգելանքը կիրառվում է։ Եվ դա է պատճառը, որ եթե նույնիսկ հայցվորը գտնում է, որ այդ գույքի իրական սեփականատերը ուրիշ անձ է, որի հիմք է տալիս հայց ներկայացնել, այդ անձի դեմ է հայց ներկայացնում, այդ անձի դեմ արգելանք կիրառում, այդ անձի դեմ հայցը չկա, արգելանք չի կարող լինել։ Այսքանը ես ուսուցիչ մի չկրկնվեք համար այսքանը ավարտան, խնդրում եմ իշտարությունը բավարարել։ Ես ռուբել համամձայն եմ, դեռ ավելի իրավական տեխնիկա չենք կարող մենք մի հայցատեսակով ուրիշ հայցապահանջ հայցատեսակ անել, կամ հայցատեսակի տեսակներ սկսած նեգատորից, վինցիկացիոնից եւ այլն։ Հին հռոմ դրանք 3 տասնյակից ավել է։ Հիմա տեսեք, եթե անձը գտնում է, որ Գագիկ Բադալյան օրինակ եղավ, դետանացը չեմ ճանաչում, իմ գերջան։ Եթե Բադալյանի X գույքը պատկանում է Միրան Պողոսյանին, պետք է դիմեն ինչ-որ առումով, եթե նախինում անունակ եղծ շինծո ճանաչեն, անեն Միրան Պողոսյանի անունով առանցին հայցով, եթե ինչ ուզում է, թող անեն։ Բայց չի կարող մի հայցատեսակով, ուրիշ հայցատեսակն է, եթե այդպես է իմաստը, որն է դրանց պատասխանով ներգրավել։ Ասի Միրան Պողոսյանի եւ նրա SSS գույքերը, որոնք պատկանում են նրանց, նրանց է որպես երրորդ անձ կանչին։ Ինչ տարբերություն գրավի իրավունքը, թե նոմինալ սեփականության իրավունքը։ Երկուսն է իրային իրավունքները։ Հիմա դուք հայցատեսակը ուրիշ տրամաբանությամբ եք տարել։ Եվ այդ տրամաբանության ներքո է պետք է քննենք, չի կարող ոչ դատարանը, ոչ այլ ցանկացած մարմին լատինական տերմին ասել ուլտրապետիտա արտենա։ Այսինքն հայցից ավելի գնա։ Որոշի, որ հա, քանի որ անձը չի արել, բայց սա είναι նկատի ուներ, չէ օգնենք իրան, ուրեմն է սենց ման։ Դա արգելվում է։ Շնորհակալություն։ Արգելվում կանչ ես եմ ասում։ Գործընկերները ընդհանուր ապօրինց ակումբեցող գույքի բնականացման վարույթի տրամաբանությունից են շեղվում, քանի որ ապօրինց ակումբեցող գույքի բնականացման վարույթը ունի որոշակի առանձնահատկություններ, եւ ըստ էության այդ առանձնահատկությունների արդյունքում տարբերվում է սովորական քաղաքացիական հարաբերություններից։ Այո, եթե մենք խոսենք սովորական քաղաքացիական հարաբերությունների մասին, միգուցե ձեր ասածը շատ հիմնավոր լինի, բայց մենք հիմա խոսում ենք ապօրինց ակումբեցող գույքի բնականացման վարույթի շրջանակում եւ ըստ էության ներկայացվել է գույքի բնականացման պահանջ։ Գույքի բնականացման պահանջը վերաբերում է հենց գույքին, այսինքն եւ ուսումնասիրությունը վերաբերում է գույքին, բայց թե գույքը ըստ էության այլ անձի անվամբ է գրանցված, բայց պատկանում է օրենքի իմաստով այլ անձի, դա արդեն այլ հարց է։ Եվ այս վարույթի հենց շրջանակում ապացուցվելու է իրական շահառու հանդիսանալու հանգամանքը։ Ձեր ասացի տրամաբանությամբ եթե նայենք, ապա ինչու էին արգելանքներ կիրառված Գագիկ Բադալյանի, որպես օրինակ եմ նշում գույքերի նկատմամբ, եթե օրինակ իրավասու մարմինը նրա հանդեպ պահանջ չուներ։ Պահանջը Միրան Պողոսյանի նկատմամբ էր։ Միրան Պողոսյանի վերաբերյալ էր ուսումնասիրությունը, բայց քանի որ գույքը տիտուլար առումով սեփականության իրավունքը գրանցված է Գագիկ Բադալյանի եւ այլ անձանց անվամբ, ապա ներկայացվել է նաեւ նրանցից բնականացելու պահանջ, բայց գույքերի ըստ էության դրամային պահանջը իրացնելու պահանջը որևիցե եղանակով չպիտի սահմանափակվի մենակ Միրան Պողոսյանի հենց ուղիղ սեփականության իրավունքի գրանցման մասով, քանի որ դա ըստ էության շեղվում է ապօրինց ակումբեցող գույքի բնականացման վարույթի տրամաբանությունից։ Էլ իմաստը որն էր օրենսդրի կողմից սահմանել անձին պատկանող գույք հասկացությունը, եթե մենք չենք շարժվելու այդ տրամաբանությամբ։ Եթե անձին պատկանող գույքը մենք հասկանում ենք բացառապես գրանցված գույքի մասին, ապա ամբողջ ապօրինց ակումբեցող գույքի բնականացման վարույթի հենց տրամաբանությունը այստեղ խորում։ Կարծում եմ հարց կարող է։ Ձեր կողմից ներկայացված հիմնավորումը Շնորհակալություն սարքեցիք Չէ, հարցը ես այլևս ոչ չեմ արել։ Իրականում ամբողջությամբ համաձայն եմ դատախազության ներկայացուցիչի հետ եւ հենց ապօրինի օրենքի առանձնահատկություններից ելնեմ, այդ դեպքում հարց։ Օրենքը չի փոխվել այդ մասով։ Հիմա ինչու՞ չէ ի սկզբանե հայցը ներկայացնում պատասխանող Միրան Պողոսյան, երրորդ անձի գրավարումներ նոմինալ սեփականատեր։ Եթե ձեր ասած այդ առանձնահատկությունը, տեսեք, այո, ապօրինի առանձնահատկությունը ես չեմ անտեսում։ Ճիշտ եք ասում։ Ինքը մի քիչ ուրույն օրենք է, ընդ որում չեմ թաքցնել, որպես քաղաքացի լիքը բաներ իմ դուրը գալիս է։ Բայց հիմա ուրիշ բան ասեմ, որտեղ երբեք չէ ոչ պաշտոնատար, անձամբ հանդիսացել, ոչ այդպես բարեկամ։ Բայց հիմա տեսեք, եթե ձեր ասածով է, դուք այդ ձեր օրենքը, նույնիսկ ձեր օրենքը մեր բոլորիս օրենքը ճիշտ օգտագործեիք։
Դուք չեք ներկայացել Միհրան Պողոսյանի միակ պատասխանով, այլ սեփականություն, վարձակալություն, գրավ իրավունք ունեցողների երրորդ անձ։ Այսօր անվճար հիմունքներով խորհրդատվություն եք իրականացնում։ Այսքան է։ Ոնց չէ, ոնց ներկայացրել է կողմը, այդպես է պետք է անի։ Հիմա Անվճար է, բայց ճիշտ է ասում։ ես շատ եմ անվճար ամեն ինչ անում։ Այսինքն բավարարակագիր շնորհակալություն։ Հատուկ պատասխանող ներկայացուցիչ։ Երբևէ պատասխանողի դեմքով չեմ տեսել։ հատուկ բառան բառանգուլանը չէի տեսել։ Եվ դրանով շատ փորձում եմ օբյեկտիվ հայցը եթե տեսեք, այդպես ներկայացնել, որը դեռ Ես ստացվում եմ կարող եմ խոսալ։ Բայց դուք հիմա սուբյեկտիվ եք գնահատում։ Ում կողմից սուբյեկտիվ։ Ես ձեր գնահատականի դուք բանկի ներկայացուցիչն եք եւ ըստեղության բանկի շահերն եք ներկայացնում, ձեզ համար բնական է, ավելի շահեկան է, որպեսզի այլ գույքերը չբռնականացվեն, չգիտեմ ինչ պատճառներով եւ Իսկ օբյեկտիվորեն ներողություն եմ խնդրում, հանրապետություն դատախազությունը չի ուզել, որ բանկային համակարգը լավ է։ Եթե օրինական աշխատում։ Դատախազությունը ուզում է, որ ապօրինի գույքերը թարաշնի եւ բանկային Երևի մեր միջնորդությունը որ տեսնես դատարան, որը մեր գրավների մասով իդեալական օրինական է։ Ամեն դեպքում ուզում եմ նրանց շեշտել, որ դուք ամեն դեպքում օբյեկտիվ դիտորդ այստեղ չեք հանդիսանում, ըստեղության պատասխան երրորդ անձի ներկայացուցիչ եք հանդիսանում եւ որոշակի շահեր եք ներկայացնում, հարգելի դատարան, ուստի կարծում եմ ձեր կողմից ներկայացված հիմնավորումները ըստեղության առարկա ազուրկ են եւ ապօրին ծագում ունեցող գույքի բռնականացման վարույթի մասին օրենքը ըստեղության հստակ ունի տրամաբանություն եւ այդ տրամաբանությունը շեղվելը արդեն տանում է մեզ սովորական քաղաքացիական հարաբերությունները։ Ձեր կողմից Ինչքան ձեզ լսենք կարելի է լսել, բայց ամփոփենք։ Ավելացնող ոտնեք։ Արգելքան ընդհանրապես կաներ ուղղակի քննելով որ Պերկ Բադելյանի դեն ուղղակի իրավական պահանջ չկա եւ մնացած բոլորի խնդրում ենք այդ մասով անել, ինչպես նաև Կոմերցբանկը քանի որ իր մասով նույնպես որևէ գործընթաց չկա։ Կոմերցբանկը որ գույքի Գագիկ Բադելյանի պատկանող Սահկադորի գույքն էր։ Պերկ Բադելյանի դժան։ Պիտի որ Սահկադորի գույքեր որը դուրս է եկել, հիմա չեմ հիշում եմ Պերկ Բադելյանին ընդհանրապես պիտի որ Շատ լավ քեչավսի հատվածնակ քեչավսի փոքր։ Շատ լավ։ Շարունակենք ավելացնել։ Եվս մեկ միջնորդություն հայցահարությունից մասնակի ձևափոխելու վերացնելու մասին ներկայացվել է նաև զնակության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից վերջինս չի ներկայացել դատախազին դատարանը հակերճ ներկայացնի միջնորդությունը վերաբերել այնպես ձեր դիրքորոշումները լսել ներկայացուցիչներ Միջնորդությամբ Տիգրան Սահակյանը հայտնել է, որ Զնակության դատարանի գծով Քեթրին Գրուպսը ճանաչվել է սնանկ, ինչը ուժի մեջ է մտել 29-13-11 թվականներին։ Նշանակվել է Տիգրան Սահակյանը Զնակության գործով կառավարիչ Քեթրին Գրուպսը Զնակության դատարանի որոշմամբ Քեթրին Գրուպսը նկատմամբ սկսվել է լուծարմանվարի գերագերության գործունեությունը կասեցվել է Նշված զնակության գործի շրջանակներում ամենյա բանկ ՊԲ-ի կողմից ներկայացվել է պահանջ, որը գրանցվել է որպես ապահովված պահանջ 12.941.945.931 դոլարի, 106.990.220 դրամի և 103.410.94 եվրոյի չափով։ Իթիվս այլ գույքերի բանկի պահանջնապահոված է Քեթրին Գրուպսի սեփականությունը հանդիսացող գույքերի գրավներով, այդ թվում Քարագերևան աշխատանց պողոտաթիվ 254 և մենք հասցեի թիվ 254 գրողնեք անշարժ գույքերով։ Բացի բանկում գրավի առաջ հանդիսացող գույքերից Քեթրին Գրուպսը պահանջի նաև այլ գույքեր, որոնց զնակության վարույթի շրջանակներում ենթակային վաճառքի ստացված միջոցներով պարտադրանքի պահանջները բավարարելու համար։ Թիվ ԵՏ 15-439-022 գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջնաձեռն ընդհանրության դատարանի կողմից 004-21 թվականի հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին որոշման գլխավոր դատախազության ապօրին ծագում ունեցող գույքի բռնականացման վարչության դիմումը
հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին բավարարվել է եւ մասնավորապես որոշեց մասի 1/8 կետով սահմանափակում է կիրառվել Catering Group ՍՊ-ի 100% բաժնեմասի տնօրինման նկատմամբ 1/10 կետով արգելվել է Catering Group ՍՊ-ի սնանկության գործող կառավարիչ Տիգրան Սահակյանի կատարել որևէ գործողություն ընկերությանը պատկանող գույքի մասով 1/12 կետով արգելել Catering Group ՍՊ-ին կատարել իր գույքի տնօրինման հետ կապված որևէ գործողություն։ Սույն գործի շրջանակներում հակառակություն դատարանի կողմից 29/09/25 թվականին կայացած հայցի եւ առարկայի փոփոխություն թույլատրելու մասին որոշմամբ դատարանը հայցվելու ներկայացում միջնորդությունը բավարարել է թույլատրել է վերջինս կողմից 0/09/25 թվականին միջնորդության ներկայացված հայցի եւ առարկայի փոփոխությունը հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելու, լրացնելու եղանակով եւ պահանջների չափը նվազեցնելով Catering Group ՍՊ-ի 100% բաժնեմասի ինչպես նաև Catering Group ՍՊ-ի գույքերը նշված որոշմամբ սահմանված հստակեցված պահանջների շրջանակներում չեն ներառվում։ Ամփոփելով նշվածը արձանագրել է, որ նախկինում Catering Group ՍՊ-ի 100% բաժնեմասի եւ գույքի նկատմամբ կիրառված է եղել արգելանք, նախնական խմբագրությամբ հայցապահանջի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարումը ապահովելու համար ՀԿԴ 0021-222 գործի շրջանակներում դատարանի կողմից հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն թույլատրելու մասին որոշմամբ հայցի առարկան հստակեցվել է եւ այն որևէ ձեւով չի վերաբերում Catering Group ՍՊ-ի 100% բաժնեմասի եւ գույքին, որպես իրավական հիմքեր վկայակոչել է ապօրինացակունացող գույքի վերնագանձման մասին օրենքի 2-րդ քաղաքացիական դատավարության նույնիսկ 137, 128, 133, 134 դաշնաբեկի դատարանի կողմից թիվ 21-22-11 գործով 18-14 թվականին կայացված որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումը եւ թիվ 31-11-10 գործով արտահայտած դիրքորոշումը հայտնել է, որ սույն գործի շրջանակներում ակնհայտ է, որ Catering Group ՍՊ-ի 100% բաժնեմասի եւ գույքի հետ կապված որևէ վճարка չէ, դրանց դեպքում նախկինում կիրառված արգելանքը ցանկացած վճար կայացվելու դեպքում չի կարող հանդիսանալ այդ վճռի կատարման ապահովման միջոց, կոնկրետ տվյալ դեպքում քննարկվող Catering Group ՍՊ-ի 100% բաժնեմասի եւ գույքի նկատմամբ կիրառված օտարման արգելը չի ծառայում հայցի ապահովման հետապնդող նպատակներին։ Հաշվի առնելով վերագրելը միջնորդել է մասնակի Catering Group ՍՊ-ի 100% բաժնեմասի եւ Catering Group ՍՊ-ին պատկանող բոլոր տեսակի անշարժ եւ շարժական գույքերի մասով ամբողջությամբ վերացնել Երևան քաղաքի առաջնացան ընդհանրության դատարանի թիվ 15439-22 գործով 004 թվականին կայացված որոշման եզրափակիչ մասի 1/8, 1/10 եւ 1/12 կետերով սահմանված հայցի ապահովման միջոցները։ Խնդրում եմ դատարանին հարցեր չուղղել, կարող եք դիրքորոշում հայտնել միջնորդության։ Բայց դատարան եթե ճիշտ եմ հասկանում, մասնակի լավ հայց կորացրեց։ Առաքվում ինչ որ նախորդ միջնորդությունը։ Եթե կարիք կա, նորից մանրամասնեմ։ Չէ, կարիք չկա։ Ասկի։ Բայց դատարան եթե ճիշտ եմ հասկանում, մասնակի համակում ամեն միջնորդությանը, որովհետև մենք բոլոր հայցերում ենք ատել ամբողջ ծավալը, ըստ էության քանի որ Catering Group ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ պահանջը այլևս հայցի առարկայի մեջ չկա, հետևաբար Catering Group ընկերության ակտիվների պահպանման ուղղված գործողություն մանավանդ հաշվի առնելով, որ Catering Group-ն սնանկասանակության կառավարիչն պետք է դրա շրջանակներում ինչ-որ գույքեր վաճառի արտադրերի պահանջների կատարի կամ չկատարի, դրանից հետո էլ բանկը մենաթեչում դա ուրիշ հարց է, այսինքն այդերի հաշվի առնելով ես միանում եմ, ըստ էության գտնում որ իրավաչափը եւ բխում է ապրելու բնականոն մասին օրենքի դեր քաղաքացիական դատավարության օրենքից ձևակերպումը բառացի չֆիքսեցի, բայց ես հասկանում եմ, որ մասնակի ամբողջությամբ համակնում ամենասոցիալ, կոնտրոլ դառնպես բավարարել։ Նույն բան, չէ դա կբավարարել։ Չեք ստացել միջնորդության օրինակ։ Չեմ համադրել ուղղակի։ Դուք ասել եք Մարգիտ դա կրկին դեպետ դատացան եկած չհամաձայն։ Եթե նույն կարծիքն եք ինչ-որ Չէ, շատ օբյեկտիվ կլինի։ Չէ, էլի օբյեկտիվ է, չեմ ասում։ Չէ, օբյեկտիվ։ Եթե նույն կարծիքն եք ինչ չի կապվում շարունակել ներկայացնում։ Պարոն Պողոսյանի միջնորդության հետ, Այո, տեսեք, հարգելի դատարան, ինչու եմ կարծում, որ միջնորդությունը պետք է բավարարվի, այս մեկը, որ ա-ֆորցիորի առավել ևս։ Տեսեք, դատախազությունը ասում է, հայցի ապահովման նպատակը 6 միլիարդի ապահովումն է։
Հիմա եթե իրանք հետագայում վերեն ասեն, սնանկության վարույթից դուրս ապահովված պարտատերերի եւ չապահովված պարտատերերի, ընդ չապահովված պարտատեր բեկն է, եթե չեմ սխալվում, պահանջները բավարարելուց հետո, եթե իսկ դա շատ երկար է տևելու, մինչև վաճառվի բաշխը ամիսներ է տևելու, այդ ժամանակը կունենա։ Միհրան Պողոսյան, ենթադրենք մի բան, գույքերի արժեքը 10 միլիարդ է, պարտատերերին է 9։ Բնականաբար նախկին սեփականատերերը դա Միհրան Պողոսյանն թե ոնց որ դու դատախազությունը իրան նշանակած Պետրոս Ռիկարդոն, չգիտեմ անունները ճիշտ ասած, դի դա իրան, հարց չկա, թիրախային այդ 1 միլիարդը, թող իրանք վերցնեն եւ դրա ժամանակը կունենան։ Էլի եմ որ ասում եմ, այսինքն եթե հիմա այդ գույքը վաճառվեց, Միհրան Պողոսյանին մի դրամ չի գնա, գնանալու է պարտատերերի ապահովմանը։ Վստահեցնում եմ, որ սնանկության վարույթը տևում է տարիներ, ամիսները այդպես բան հենց չեմ տեսել բարդ գործերով։ Մինչև աջում դառնային կազմակերպել, խնդիր չկա, օբյեկտիվ դատախազությունը կարող է ասի, սնանկության կառավարչության հարց չկա, թող ծախի, այլևս այս գույքերը ապօրինության տեսակետից թիրախային չեն։ Բայց մենք հաշվարկել ենք Միհրան Պողոսյանը, մեզ պարտք է 6 միլիարդ, չգիտեմ ինչքան դրամ։ Եթե Միհրան Պողոսյանին հասանելիք տակը կմնա պարտատերերը բավարարելուց հետո 25 դրամ, 6 միլիարդ դրամ կամ ինչ, հարց չկա, թող այդ փողի վրա արգելանք անեն ու տենց էլ հայցապահումը նոր կիրառել։ Արգելել սնանկության կառավարչի, սնանկության վարույթի ավարտից հետո դրական ավելցուկը տալ Միհրան Պողոսյանին։ Բայց Catering Group-ը բայց ինչ կապ ունի Միհրան Պողոսյանի հետ։ Եթե անձը պնդում ասում է իրական շահառուն ինքն է։ Չգիտեմ ինչ կապ ունի, ես իսկապես չգիտեմ։ Ենթադրենք ունի։ Չես թված որ վաճառեք տակը մնացածը Պողոս Պողոսյանը։ Բազմամասերի հանդեպ նախկինում չունեք Եթե մեզ տան փողերը առողջ։ հա, ես շատ ավելի լավ։ Թող տան, ում որ պիտի տան, բաժնետերը ասում են նոմինալ չի, ենթադրենք չգիտեմ։ Ես չեմ իսկապես։ Հիմա ես մասով էլի, պարոն Տիգրան ազգային մոռացա կառավարչի Սահակյանի միջնորդությունը, այստեղ որ вообще երկմտանք չի կարելի։ Պարտատերին թողով այդ գույքը թիրախային չի, երբևիցե ապօրինի չի, եւ երկրորդ կարևոր խնդրանքը, հարմարի տան, խնդրում եմ Տիգրան Սահակյանի միջնորդությունը քննարկելիս, այսա միջնորդում եմ, պարտադիր ուսումնասիրել կրկին մեր ներկայացրած գույքերը անցած տարի նոյեմբերին, որը ծերևում է, որ առհասարակ այս գույքը ապօրինի չէր կարող լինել։ Կարծում եմ այնտեղ էլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ կան, եթե դատարանը ցանկանա միջնորդությունը բավարարելիս նպատակահարմար գտնի, կխնդրեմ իմ բանավոր միջնորդությունը բավարարի եւ վերստին ուսումնասիրի այդ գույքերը, որոնք մենք ներկայացրել ենք։ Այսինքն գտնում եմ, որ պետք է բավարարվի, դատախազությունը ավելի քան բավարար ժամկետ ունենա, ասի եթե տակը գույք կմնա եւ այդ գույքը պետք է տրվի Միհրան Պողոսյանին կամ նրա անունից նոմինալ սեփականատեր հանդիսացող չգիտեմ ոնց, այդ գույքի վրա կառավարի չտաս իրան, թող մինչև դատական վերջի ավարտը։ Այսօր կհամարեմ օբյեկտիվ։ Շնորհակալ եմ։ Արդեն դատարան ուսուցիչ քանի որ մասնակցորեն համակարգում ամեն միջնորդության հետ ֆիքսելով էլի հայցի առարկայի մեջ չմտնող գույքերի նկատմամբ չի կարող լինել արգելանքի միջոցը, ընդհանուր կանոն է, այդտենց հիմա պատկանում չի պատկանում, եթե գույքը բռնագազբային ընկակա չի, դրա միակ տարբերակը արգելանքի դրամական միջոցի արգելանքի միջոցով է, երբ որ անձին պատկանող գույքերով հատկապես դնում արգելանք։ Մնացած բոլոր դեպքերում այլ անձին պատկանող գույքի նկատմամբ արգելանք ուղղակի չի կարող գոյություն ունենալ Հայաստանի, ոչ միայն Հայաստանի, այլ երկրների իրավական պրակտիկայում։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում նմանատիպ վարույթներով միշտ պատասխանող հանդես գալիս կոնկրետ գույքի սեփականատերը, գույքի ենթադրյալ սեփականատիրոջը առաջարկում են հայց ներկայացնի։ Հայց որ ոչ թե պատասխանող, հայց ներկայացնի, եթե ինքը դիտում է, որ ինքը հայցվոր է։ Ուզում եմ ասեմ, այս նմանատիպ դեպքերում մենք ինչ-որ շատ քննարկեցինք, ոնց է ճիշտ, արդար, ինչ կարելի արվի, հայցի առարկայի մեջ չմտնող գույքի նկատմամբ չի կարող լինել արգելանք այսքանը։ Այլ դեպքում հավելեմ, որ տեսեք, համաձայն նոր բանվորների հետ, բայց նաև ինչպես ասել շատ օբյեկտիվ լինել, քրեական իրավունքի ոլորտում տեսականորեն այլ արգելանքներ կարող է լինել։ Ուղղակի հիշեցնում եմ, որ այս գույքով արդեն ունենք օրինական ուժի մեջ մտած քրեական դատավարությունով քննված դատականակ, որը ես ներկայացրել եմ դատան, որը ֆիքսել է, որ դա հանցավոր ճանապարհով ձեռք է։ Դրա վերադատան ակտակայացրել էլի պարոն Մարագուլյան։ Չէ, այդ մասը չեմ ասում։ Իմ նախագահությամբ ձեր միջնորդությունը բայց դա ուրիշ կերպով, որովհետև թիրախային այդ գույքն էր, ասում, ընդեղ էլ ֆիքսված է, պարոն Օրբելյան ասածը զարգացնում եմ, որ դա հանցավոր ճանապարհով ձեռք բերել գույք չի։
Այդ այն մասը, դա փաստա, դա ֆիքսել է դա։ Այդ այն մասը, այսինքն այլ հասարակ ոչ մի խնդիր չի կարող ոչ միայն քաղաքացիական իրավունքի շրջանակում, այլև այլ իրավունքի ճյուղերի։ Դա այն մասը, հարգելի դատան, դատան ֆիքսել է, շատ լավ, շատ։ Հարգելի դատան կարճ զուտ նշեմ, որ սույնվարույթը միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակում չի իրացվում, նաև կոռուպցիայի դեմ պայքարն է այս վարույթի գործում և ըստ էության հայցապահանջում կատարվել է փոփոխություն և այդ տրամաբանության հիմքում այդ մասին շեշտումները կատարվել են։ Ինչ վերաբերում է Քեթրին գրուպ ընկերությանը, ապա նշեմ, որ հայցի հիմքում մանրամասն յուրաքանչյուր տարվա կտրվածքում ներկայացված է, թե Միրան Պողոսյանը ինչպես ու միջոցով ինչքանով ձեռք է բերել գույքերը, և ըստ էության ամբողջ հայցի տրամաբանությունը նաև հիմնված է իրական շահառու հանդիսանալու հանգամանքի վրա, հարկեր չնշեմ, որ նշված գույքերը այո կարող են բռնականցվել, համաձայն չեմ ներկայացուցիչների նշված դիրքորոշումները։ Կարող են բռնականցվել։ Կարող են բռնականցվել։ Այդ դրոմները եթե հայց չլինի, այդ Ինչ հիմքով կարող են բռնականցվել դեպի Հարկի դատարան կարող է բռնականցվել, եթե պատկանում են անձին։ Ինչ հիմքով։ Դրամային պահանջը իրացնելու հիմքով, օրինակ, եթե Միրան Պողոսյանի նկատմամբ առկա է 6 միլիարդից ավելի դրամային պահանջ և հարկադիր կատարողական պատկանող գույքերի հաշվին այդ դրամային պահանջը պետք է իրացվի։ Միրան Պողոսյանի պատկանող գույքերը որոնք են։ Գույքերը, որոնք որ գրանցված են իր անվան, գույքերը, որոնք իրական շահառու է հանդիսանում Միրան Պողոսյանը։ Հարց վերաբերում էր ինչ որ պարագայում կարող է։ Դե ես նշեցի հարկերի դատարան։ Առանց պահանջի կարող է հարկադիր կատարում այն, որ հարց էր տալիս պարոն Նորբելյանը։ Երբ որ դատարանը որոշեց ըստ ձեր նշած հայցայի առարկայում բոլոր պահանջները բավարարել։ Հարկադիր կատարողն ապահովող ծառայությունը դատարանի կողմից, եթե դա անգամ հաստատվի, որ այս գույքերը ձեռք են բերվել Միրան Պողոսյանի հաշվին, կարող է բռնականցել։ Հարկերի դատարան ամբողջ հայցը ինձ հիմնված է Միրան Պողոսյանի պատկանող գույքերի բնութագրման և հիմնավորման վրա։ Առաջի կետը հայցապահանջի ներկայացնում է այն գույքերը, որոնք որ պատկանում են Միրան Պողոսյանին, այդ թվում իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ հանգամանքը և այն գույքերը, որոնց իրական շահառու է հանդիսանում Միրան Պողոսյանը։ Հիմա եթե հարկադիր կատարողը չի կարողանալու դա իրացնել, ես չեմ պատկերացնում ինչպես պետք է հայցապահանջում ներկայացվի դա, որ հարկադիր կատարողը կարողանա իրացնել։ Այսինքն միջնորդություն բերեցիք, իմաստը չունի քննարկի։ Հարկելի դատարան հստակեցնելու նպատակով եմ ես միջնորդությունը բերում։ Միջնորդությունը ավելի Այսինքն եթե անգամ չհստակեցնեիք, հնարավոր է առանց դրա։ Իմ ընկալմամբ հարկելի դատարան հնարավոր է իրացնել, բայց քանի որ բարձրացվում է հարց, որ հնարավոր է դժվարանա բռնականացումը եւ այլն, դրա համար հստակեցում ենք կատարում, որ հետագայում որևիցե խնդիր այդ մասով չառաջանա։ Միջնորդությունների շրջանակներում ավելացնելու բաներ կան ներկայացուցիչներ։ Ոչ, ցանկանում բարձրաբանել, որ ասում ենք դահական կարական չի, եկածն կարական չի կարա, խոսքը վերաբերվում է օրինական հիմքով։ Իրավական հիմք ունենա, որպես սահմանադրություն է դասում, Պաշտպանության մենակ կարողանում օրենքով լիազորված գործողություն։ Հիմա ապօրինի ամեն ինչ կարա տեսականորեն, բայց վստահ եմ, որ մեր պատկերմանները հիմա քայլ չեն դիմում։ Շնորհակալություն։ Օրինական, եթե ճիշտ է հիշում, նախորդ ժամանակ միջնորդությունը Ամիրաբանկի կամ զրանկության կառավարչի ներդրել նաև այն հիմքը, որ ահոն ծագում ունեցող գույքի բռնականացման վարույթում որոշակի առանձնահատկություններ սահմանության վարույթի հետ, եթե խոսքը դեպի ահոն ծագում ունեցող կոնկրետ գույքի բռնականացմանը կարող է և սահմանությունը փոքր սպասել ես ինչքան իշխան տրամաբանություն է։ Հիմա փաստորեն խոսքը ոչ թե ահոն ծագում ունեցող գույքի բռնականացման է վերաբերում, որտեղ այդ գույքը, որը մասնանկության վարույթում է Պաշտպանության ընկերության գույքի բռնականացումը, վաճառքի հասցեն, այլևս չի դիտվում ահոն ծագում ունեցող գույք։ Եվ դատախազության հիմնական առարկությունն է կայանում նրանում, որ ասում եմ Միրան Պողոսյանի նկատմամբ դրամական պահանջ կա, ես գտնում եմ, որ այդ դրամական պահանջը կարող ենք նաև ուղղել իրականացնել Քեթրինի բաժնետոմսերի վաճառքի միջոցով։
Իսկ նախկինում այդ իրավա հարաբերություններ, ասում են, քանի որ Քեթրինի բաժնե տոմսերը ապօրինի ծագումից գույք են, այդ գույքն էլ հետագա է բռնակացման փոքր պետության, հետևաբար թող սնանկությունը սպասի, ապօրինի ծագումից գույքը բռնականցվի, նոր հետո սնանկության գործը շարունակվի։ Հիմա այդ իրավիճակը չի։ Եվ չի կարող դրամական պահանջը դատախազության, ոչ թե ապօրինի ծագումից գույքի բռնականցում, դատախազության դրամական պահանջը ավելի բարձր լինի, քան սնանկության վարույթում ապահովված պարտադրանոջ պահանջների կատարում այս։ Հարգույքը դա շատ գրագետ ասվեց, Շատ ավելացնելու բան չունի։ շատ Դատարանը հայցի ապահովման միջոց ները վերացնելու մասին Ձեր միջնորդության մեջ էլ եկել է Գագիկ Բադալյանի անունից գրել։ Ու անդեպ դա ներկայացնում լիազորագրի կազմակերպման պրոցեսին տեխնիկական խնդիրներ։ Բայց բացի դրանից Աշմետ Միրան Պողոսյանի անունից դրված է։ Դուք գրել եք, փորձել եք, ավարտել եք։ Դուք Միրան Պողոսյանը, Կարինե Մխիթարյանը եւ Լիա Պողոսյանը ներկայացուցիչ։ Լիանը չի ավարտվել, չէ։ Դու որ ավարտել չելի, մենք Գագիկ Բադալյանի դատավարության սկզբում ենք ներկայացրել։ Հետո Միրան Պողոսյանի ներկայացումը մենք տալեցինք, դրանից հետո նոր լիազորագրեր ենք ունեցել, Գագիկ Բադալյանը դեպի քննարկում են գործընկերությունից ու 3 տարի թվա։ Լավ, Միրան, եթե այդտեղ ինչ-որ խնդիր տեսնի, կարծում եմ աշխատելով, որ գործը մասով առանձնացնել կարճելու համար միջնորդություն հարկավոր չէր, եւ դատարանը կարող է նաեւ չէ, հիմա գործից վարույթ առանձնացնելու մասին ես բան չենք Լավ, Միրան Պողոսյանի, Կարինե Մխիթարյանի եւ Լիա Պողոսյանի անունից, ինչպես նաեւ Քեթրին գրուպի սփռանկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցով մասնակցի վերացնելու վերաբերյալ միջնորդությունների վերաբերյալ դատական ակտի 2025 թվականի նոյեմբերի 4-ին Դատարանն անդրադառնալով պատասխանատու Գագիկ Բադալյանին, Աստղիկ Իսահակյանին, Գոհար Նազարյանին, Լևոն Մուրադյանին գործին մասնակցող անձանց կազմից հանելու վերաբերյալ պատասխանող Միրան Պողոսյանի, Լիա Պողոսյանի, Կարինե Մխիթարյանի ներկայացուցիչ Արամ Մորբելյանի միջնորդության արձանագրում, որ քաղաքացիական վարչության օրենսգրքով արկաշ է, որով է դատարանական կարգավորում պատասխանողներին գործին մասնակցող անձանց կազմից հանելու վերաբերյալ հետևաբար գտնում է, որ նշված միջնորդությունը առաջ կայազուրկ է իր ենթարկային մերժման որոշում ուժի մեջ ներկայացման պարզ եւ ենթակաչելու ինչ վերաբերում է Միջնորդությանը երրորդ անցքում բանկովային գործին մասնակցող անձանց կազմից հանելու վերաբերյալ միջնորդությանը դատարանը ղեկավարող քաղաքացիական դատարանության օրենսգրքերով փոխադրված ընկերության մասով առանձին դատական ակտի ձևով որոշում կայացնի նշված միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ եւ քաղաքի գործին մասնակցող անձանց Որևէ միջնորդություն եք, թե այցի առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդության մասնակցելու ներկայացուցիչներ։ Պատկերներ փոխել, թե օրինակները խնդրել Չի դրամադրել ձեզ ստիգին։ Ինձ էլ էլի։ Ցանկանակ ընդգրկում հայտարարել ծանոթանակ մի հատ նայենք, որտեղ կարող է Դրան ծանոթանակ կամ 5 րոպե շունչ կարողանում եւ շարունակել վերական նիստը։ Որովհետեւ միջոցում եք ես բայ։ Այն կախված բովանդակությունից ես նախնական ներկայացրել, բայց նրանք կարող են դատականից հետո ձգել կախված որոշակի բացատրեմ ինչով այն։ Լավ, ուրեմն լավ, վերցրեք ծանոթացեք այդ դեպքում ընդմիջում չի հայտարարում դատարան, ծանոթացեք
Վերցրեք ստացեք հայցվորի ներկայացուցիչ ներկայացնի հետո կասեք ձեր դիսկուրսում այդ մասը։ Շուտ բարակ օրինակ։ Չէ, տրամադրել են դեստավետ այդ կոնկրետի գործունեություն։ Ես մի հատ նորություն եմ, բայց Ես որ հաստատ չի տրամադրվել։ Ես կարող ձեր օրինակը մի հատ ընթերցել 10 ամյակ ձեզ։ ես սա է, ներողություն եմ խնդրում։ Բահել եք Ներողություն եմ խնդրում։ Մեկ վարդան եմ։ Չունեք օրինակ Ինձ։ Պատական նիստը ախր ասցին տեսած այնագրենք, էլի պիտի համաձայնվեիք, որ Փաստեր։ Չգիտեք, որ ես երրորդ անձի ներկայացուցիչ եմ հիշում։ Գիտեք, որ շոկային ներկայացուցիչներ Հարգելի դատարան, ես խնդրում դատական ինստիտուտին հետաձգել հետևյալ երկու պատճառաբանությամբ, էլի ամեն դեպքում հայցի առարկայի հիմքի փոփոխությունն է, մինչև հայցի առարկայի հիմքի փոփոխության անդրադառնալը հայցի առարկայի պարունակություն տեխնիկական է, տեխնիկական ատեխնիկական չի, փոփոխված հայցի հիմքի առարկայի բովանդական վերլուծություն տեխնոլոգի, որից հետո քննարկենք այդ փոփոխությունը թույլատրելի չի։ Եվ երկրորդ խնդիրը վերաբերում է նրան, որ մենք չենք առարկում, հետում ենք, որ դատական գործի քննությունը անձնական բացակայությամբ կարող է քննարկվի, այնինչ այս գործի ուրեմն այս հայցի առարկայի փոփոխության արդյունքում ըստ էության անձանց կարգավիճակը փոխվում կրկին, որովհետև ըստ էության մահվագի թե անողակի պահանջը առաջադրվում նորից ինչ-որ երրորդ անձանց, որոնք այս պահին պատասխանող են կամ ինչ-որ կարգավիճակ ունեն, բայց նրանք նկատում պահանջներ ներկայացվում, իրենք չիմանալով սրա մասին, հանգիստ կարող են չմասնակցել դատական գործին, իմանալով, որ իրենց նկատում որևէ պահանջ չկա եւ չներկայանան դատական գործի քննությանը։ Հաշվի առնելով նշվածը, կարծում եմ, որ պատշաճ կերպով պետք է ուղարկվի գործի մասնակցող բոլոր անձանց, որպեսզի հնարավորություն ունենան, կամ առնվազն միջնորդության մեջ նշված անձանց, որպեսզի նրանք կարողանան պատշաճ ներկայանալ եւ ներկայացնել դիրքորոշում։ Հակառակ պարագայում կողմերը արդեն իմանալով դատարանը թույլ է տվել նախորդ հայցի առարկայի հիմքի փոփոխությունը, ինչքան էլ ֆորմալ իրենք պատասխանող էին, կարող են չներկայանալ դատական նիստին, հասկանալով, որ իրենց չի վերաբերվում դատական քննությունը։ Այս երկու հանգամանքը հաշվի առնելով խնդրում եմ դատական գործի քննությունը հետաձգել աջակցին, հնարավորություն դիրքորոշում ունենալ։ Դատան համոզված է ձեր դիրքորոշման հետ, այո, գործի մասնակցող անձինք պետք է տեղեկանան։ Ունեք օրինակ, որ ուղարկեն գործի մասնակցող անձանց կամ ուղարկեք թե դատարանը ինչ-որ կերպ տեղեկացնի անձանց ծանուցակի միջոցով կամ պատճենը անելով, որ գործի մասնակցող անձինք տեղեկանան ձեր հայցի առարկայի փոփոխություն վերաբերյալ միջնորդության մասին։ Եթե դատարանի նիստի ընթացքում ներկայացող հայցի հիմքի առարկայի փոփոխության միջնորդությունը բավարար չէ նիստի ներկայացող անձանց ներկայացվել եւ քննարկելու մասին, ապա ես լրացուցիչ կներկայացնեմ փոստային անդորրագիր։ Ուղարկեք կողմեր։ Այո, ես կողարկեմ հարկերի դատարան։ Նաեւ հարկերի դատարան ունեն հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդություն, դրան զուգահեռ կարող են քննարկել կամ քննարկել միջնորդությունից հետո։ Դուք եք տնօրինում ձեր Եթե դատարանը կքննարկի նաև դրան զուգահեռ։ Եթե կապված է ձեր հայցի առարկայի փոփոխությամբ, ուրեմն ավելի պատահական է իհարկե հնարավորություն ունենան նաև ծանոթանալու։ կողմերի կարող եք ներկայացնել, բայց դատարանը եթե ներկայացնեք 10-օրյա ժամկետում 15-օրյա ժամկետում դատարանը պետք է քննի ձեր միջնորդությունը։ Ներկայացրեք, ձեր հայցի հիմքի փոփոխությունը դեռևս չքննարկած, եթե ցանկանում եք ներկայացնել, դուք եք օգտվում ձեր իրավունքից։
Հարգելի դատարան, եթե հայցի հիմքի առարկայի փոփոխությունը ավելի ուշ է քննարկվելու, այդպեսում ավելի ուշ Դե հիմա նիստից է կախված երկու նշանակվի դատական նիստը։ Կարող եք այդ դատական նիստին ներկայացնել։ Եթե ավելի շատ Լավ, դատարանը նշված հանրահավաքումից պայմանավորված գործիքնությունը հաջորդ է հետաձգել։ Հաջորդ դատական նիստը նշանակել։ Նոյեմբերի 14, նոյեմբերի 17 Չեք ցանկանում այդ օրերին։ Չէ, այդ օրերը 28, ուրեմն ավելի շուտ եթե երկու շաբաթը քրիստոնեական բեռնացա դրանից հետո նորմալացնում Նոյեմբերի 19-ին համար է դատական նիստը։ 9-ը։ Այո։ Այո։ Հարգելի դատարան, նոյեմբերի 19-ին ժամը 11-ին եւ ժամը 2-ին այդ դատական նիստերը Ժամը 2-ի նիստը երկար կտևի, ձեր պատկերացում ունեք, թե ոչ տիկնավը։ Մյուս կողմն եք միջնորդել հետաձգելու, հնարավոր է 1 ժամ, 1 ժամ, հնարավոր է նորից միջնորդել հետաձգելու, բայց պիտի ներկայացնեն, դեռևս չի ներկայացրել։ 16:00-ին այլ նիստ կա, եթե գոնե 15:00-ին կարող Մենք անցի 19-ին հարմարել 15:00, 14:00, 15:00 Կարծում 15:00-ին կհասցնեմ ես հարգելի դատարան։ Մենք աշխատում ենք 15:00-ից մինչև 16:00, որովհետև 16:00-ին այլ դատական նիստ կարող է հաշվի առնելով միջնորդություն ենք քննարկելու, երևի թե կբավականացնի։ 2-ն է։ Ինչ երկուս։ Դեպի ներկայացնում։ Կասնենք 15:00 ասացիք։ Կասնենք։ Հարմարել բոլորիդ։ Այո։ Նոյեմբերի 19-ին ժամը 15:00-ին դատական նիստը փակվեց։